Ուրեմն մենք եկանք շատ կարևոր դասի, որովհետև ի տարբերություն մյուս դասերի, այսօրվա դասը մի տեսակ շատ ընդհանուր բնույթ ունի եւ ընդհանուր նշանակություն ունի, նույնիսկ կոնկրետ բաներ, որ խոսենք, որտեղ ստեղ խոսքը գնալու է գիտական մոտեցման մասին ընդհանրապես, գիտության ճշմարտության չափանիշների մասին ընդհանրապես, ինչ է նշանակում օբյեկտիվություն, ինչ է նշանակում ճշմարտության չափանիշ, ինչով ենք մենք գիտության մեջ կողմնորոշվում, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Սա շատ կարևոր ուրեմն հանգամանք է եւ ինչ ուղղությամբ էլ գիտատեխնիկական եւ այլն դուք հետո մասնագիտանաք, ձեզ այդ մոտեցումը շատ կարևոր է լինելու։ Այն որ ասում են, որ գիտությունը մարդուն դաստիարակում է որպես օբյեկտիվ մարդ, դա իրոք տենց է, եւ այդ դաստիարակությունը այս դասով է տրվում, թե ինչ ձևով մենք պետք է մոտենանք գիտության ոլորտ մտած ամեն մի նոր վարկած, չգիտեմ, գիտելիք եւ այլն, ոնց ենք դրան մոտենալու, ոնց ենք կոպիտ ասած թացը չորից ջոկելու, ճիշտն ու սխալը իրարից տարբերելու, անկախ մեր ցանկությունից, մենք ուզում ենք, չենք ուզում, մեր ուզած արդյունքն է ստացվում, թե չէ, բնությունը մեզնից անկախ է եւ մենք դա պետք է հաշվի առնենք։ Այ դրա մասին է այսօր խոսքը գնալու։ Ուրեմն ցանկացած գիտության մեջ գիտական կարելի է համարել միայն այն հարցերը, որոնց պատասխանները սկզբունքորեն հնարավոր է գտնել։ Տեսեք, ասում եմ, կարևոր բառ եմ նշում, շեշտում, սկզբունքորեն, ոչ թե այս պահին ունես դու ձեռքի տակ անհրաժեշտ տեխնիկան, չափիչ սարքերը եւ այլն, թե չունես։ Կարևոր չի, բայց սկզբունքորեն դա հնարավոր է չափել, տեսնել եւ այլն։ Այն հարցերը, որոնց պատասխանները սկզբունքորեն հնարավոր է գտնել, ապացուցել, դրանք ուրեմն կարող ենք համարել գիտական հարցեր, մյուս հարցերը գիտական չեն, կարան լինեն փիլիսոփայական, կարան լինեն, չգիտեմ, կրոնական եւ այլ, բայց այս հարցերը, որոնք կարող ես դրան ասել այո կամ ոչ, ճիշտ է կամ սխալ, հաստատել կամ հերքել ապացուցողական հիմքի վրա, ուրեմն դրանք գիտական հարցեր են եւ հաստատված գիտական փաստ են համարվում այն պատասխանները այդ հարցերին, որոնք արդեն ապացուցվել են, հա? Տեսեք, տարբերեցի գիտական հարցը եւ գիտական պատասխանը։ Հարցը ընդամենը հարց է, որը կարող է հնչել, ամեն մարդ կարա դա հնչեցնի, բայց պատասխանը դեռ չլինի։ Կգա մի պահ, երբ որ կապացուցվի ինչ որ մի բան այդ հարցի հետ կապված, ու մենք կունենանք պատասխանը, այդ պատասխանը արդեն ապացուցված կլինի գիտական փաստ։ Բայց կլինեն իրավիճակներ, որ հարցը գիտական է, դրա պատասխանը ապացուցելի է իրականում, բայց այդ պատասխանը դեռ չի գտնվել, հա? Այդ դեպքում իրան անվանում ենք գիտական վարկած, հիպոթեզ, հա? Այ որ տարբերենք այս բաները։ Գիտնականը իրավունք ունի հիպոթեզ առաջ քաշի։ Ինչի շուրջ? Գիտական հարցի շուրջ։ Ոչ թե ասենք Աստծո գոյության հարցում, որտեղ դա երբեք ոչ ոք չի ապացուցի, կա թե չկա, չգիտեմ ինչ եւ այլն, բայց եթե գիտական հարց է, սկզբունքորեն կարելի է դրան պատասխանել, այնինքն դրա հետ կապված կարա ենթադրություն անի։ Դա գիտական վարկած է։ Հետո կարող է գիտությունը, տեխնիկան այնքան զարգանան, որ ստացվի, հաջողվի դա ապացուցել կամ հերքել։ Ուրեմն եղավ արդեն ապացուցված պատասխան եւ դա արդեն գիտական փաստ է։ Բայց ո՞րն է ապացուցված լինելու չափանիշը։ Այս սա շատ կարևոր է, որովհետև
եթե դու այդ չափանիշը չունես, դու էլի կխառնես սա թացը չորի հետ, կոպիտ ասած, եւ պետքա հստակ պատկերացնես չափանիշը որն է։ Դրա համար այս դասը, եթե նայեցիք վերնագրին, կոչվում է գերագույն դատավորի մեթոդները, հա, ոնց որ վիճարկում ես մի բան, ինչ որ մի գիտնական ասում է, այս սա ճշմարտություն է, գիտական ճշմարտություն է, մյուսն էլ առարկում ասում է, չէ, սուտ ես ասում կամ սխալվում ես եւ այլն։ Ով է դատավորը, որ պետք է որոշի դրանցից ով է ճիշտ։ Այ գիտության գերագույն դատավորը հենց այդ գիտական չափանիշներն են, որոցով այդ թացը չորից պիտի ջոկենք, կարողանանք տարբերել գիտականը ոչ գիտականից, կարողանանք տարբերել վարկածը փաստից։ Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, որն է այդ գիտական գերագույն դատավորը, որի վճիռը եթե կայացվեց, էլ վճարաբեկ դատարան չկա, որ մի հատ էլ քննարկի, ասի ճիշտ էր թե սխալ, որովհետև այդ ամեն ինչը շատ հստակ է, եթե ապացույցը ընդունվեց, եթե շատ փորձեր արվեցին, հա, եւ ապացուցվեց, ուրեմն վերջ, էլ ոչ ոք չի կարա մի օր ասի, մի օր էլ մի հատ գիտնական կգա, կասի սա սխալ էր, ես եմ ճիշտ, չէ, տենց չի, արդեն դա ապացուցվել է, մեկ անգամ է դա ապացուցվում, ահա, ուրիշ հարց, երբ որ դեռ չապացուցված, ընդունում են, որ ապացուցվել է, դա էլ պրոբլեմ է, գիտությունը կարող է միշտ այդ ճշմարիտ ճանապարհից շեղվի, չափանիշը մոռանա, չկիրառի եւ դառնա ճաշակի հարց, ով ոնց ուզում է, նենց ճշմարտությունը համարի։ Ոնց որ ես, օրինակ, ինձ ոնց որ ասած, չեմ կարող հաշտվեմ, ասենք թե սև խորոշների գոյության գաղափարի հետ, հա, ու ասում եմ բանա, ես կարծում եմ դա չկա։ Դա կարելի է ընդամենը ընդունել որպես վարկած, բայց ոչ գիտական փաստ, հա։ Եվ եթե այդ վճիռը կայացվեց, ուրեմն հաստատվում է դա որպես ճշմարտություն, գիտական փաստ, կամ էլ հայտարարվում է որպես դեռ չապացուցված եւ ոչ հավաստի, այսինքն վճիռը կարող է տենց լինի, որ ապացույցը բավարար չի։ Մարդկությունը իր զարգացման ընթացքում ի վերջո գտավ այդ դատավորին։ Ամբողջ հարցը նա է, որ միանգամից դա չէր կարող մարդու մտքում լինել, թե ճիշտը որն է։ Եվ այդ չափանիշը որն է։ Եվ ինչ էր տեղի ունենում, ուրեմն գիտնականները, այսինքն գիտական մտածողները, տենց ասեմ, փիլիսոփաները, իրենց վարկածները շարադրում էին, գրքերում, չգիտեմ, ինչ որ ձեռագրերում եւ այլն, շարադրում էին որոշակի սցենարով։ Այսինքն այդ վարկածները առաջադրողը, իր գաղափարները, պատկերացումները առաջադրողը նստում գրում էր մի հատ երևակայական երկխոսություն։ Երկու մարդ իրար հետ զրուցում են։ Մեկը ինքն էր, որ պետք է փորձեր արգումենտներով, արգումենտացիայով, փաստարկներով իր դիրքորոշում, իր տեսակետը հիմնավորեր, մյուսն էլ երևակայական հակառակորդը, որը ընդդիմանում է դրան, ասում է, չէ, սխալ է, ես ուրիշ կերպ եմ կարծում, հատկապես եթե կար ընդհանուր ինչ որ կարծրատիպ կամ ինչ որ պատկերացում, որի հետ այդ գիտնականը համաձայն չէր, ինքը այդ ընդունվածի կրողն էր ներկայացնում այդ երկրորդ մարդը։ Եվ իրանց մեջ նկարագրվում էր, շարադրվում էր երկխոսություն, բանավեճ։ Այդ բանավեճի միջոցով ոնց որ մտավարժանք այդ գիտնականը փորձում էր բոլորին եւ ինքիրան ապացուցի, որ իր տեսակետը ճիշտ է։ Եվ դրանք շատ հաճախ լինում էին մտազնական, տեսական ինչ որ տրամաբանական քայլեր, որը էլի վերջնական համոզիչ չի, կարող է այդ տրամաբանության մեջ այդ գիտնական ինչ որ բան բաց է թողնում։ Եվ ի վերջո, բայց գտնվեց, այսինքն շատ մտազնական ձևի էր գիտության ճիշտ ու սխալի որոշումը, մինչև որոշակի ժամանակներ, բավական երկար ժամանակ, մինչև որ այդ դատավորը գտնվեց։ Ուրեմն ֆիզիկայում դա այսպես կոչված
նորին մեծություն փորձն է, հա, որովհետև փորձը դա բնության պատասխանն է քո հարցին, ոչ թե քո մտածած պատասխանը, քո ուզած պատասխանը, այլ բնության պատասխանն է։ Դու ինչ որ բան ենթադրեցիր, անվանենք գիտական վարկած, ու ուզում ես ապացուցես, դու կարող ես լիքը տրամաբանական փաստարկներ բերել եւ այլն, բայց ի վերջո քո ասածը ինչ որ ենթադրում է, որ մի ինչ որ բան պիտի լինի բնության մեջ, որը հաստատում է քո ասածը։ Ուրեմն այն ինչ որ պիտի լինի բնության մեջ, այդ կանխատեսումը քո վարկածի, քո տեսության պիտի ստուգվի, ընդ որում ստուգվի բնության կողմից, այսինքն դու պիտի բնության մեջ դնես փորձ ու ստուգես, տեսնես բնությունը հաստատում է դա, իրոք ինքը իր վարկագիծը համապատասխանում է քո պատկերացրածին, քո պնդմանը, եւ այդ պատճառով փորձանողը բնությունը ինքը կախված չի քո գիտակցությունից, քո ցանկությունից, քո կմահաճույքից, ինքը չի նայում, որ դու կարող ես լացելնես, որ քո ուզածը չստացվեց, չէ, ինքը ասում է սենց է, ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի, բայց ես այս օրենքներով եմ աշխատում։ Եվ այդ դեպքում դրա համար փորձը դառնում է անկախ դատավոր, անկախ վճիռ կայացնող։ Այդ նորին մեծություն փորձն է, ֆիզիկայում դա է։ Ցանկացած հետազոտող կարող է այդ փորձը բազմիցս կրկնել, ընդ որում ցանկացած, հա, եթե դու ես վարկած առաջ քաշում, դու կարող ես հատուկ նենց անես այդ փորձը, որ քո ուզածը ստացվի, չէ՞։ Բայց մեկ ուրիշը գնում է կրկնում, ասում է ես քո ասածը չստացա, այդ նույն փորձը արել եմ, չստացա, պարզվա դու այնտեղ թաքցրած մի բան ես արել, որ ստացվի, բայց չես ասել։ Իսկ ինքը անում է, տեսնում է, չէ, այդ բանը չի ստացվում։ Մի երրորդ անում է, տեսնում է ստացվում է, մի չորրորդ անում է, տեսնում է, ուրեմն եթե դա բավարար, ասենք, շատ անգամներ, ով էլ, երբ էլ, որտեղ էլ այդ փորձը կրկնի ու ստացվի նույն արդյունքը, այդ ժամանակ ասում են, հա, իրոք հաստատվում է, բնությունը ասում է, ճիշտ ես ասում, ու դա դառնում է ապացույց։ Եվ դրանով համոզվում ենք այդ պնդման հավաստիության մեջ։ Աստղագիտությունը մի քիչ յուրահատուկ է, այս բոլորի համեմատ։ Ինչի է յուրահատուկ, որտեղ աստղագիտական օբյեկտները որպես կանոն, իհարկե ոչ միշտ, որովհետև հիմա կա տիեզերագնացություն, կան տիեզերական սարքեր, այդ տիեզերական սարքերը գնում են համապատասխան մարմիններին են հասնում, իջնում իրա վրա, շոշափում, տնտղում, քիմիական ռեակցիաներ անում, փորձանում, հետը դա ուրիշ։ Դա իրոք էլի մտավ փորձի կատեգորիայի մեջ, բայց օբյեկտներ կան, որոնք որ շատ հեռու են, մեզ համար առայժմ անհասանելի եւ գործնականում նույնպես այնքան հեռու կարող լինի, որ դու ընդհանրապես չես էլ կարող պատկերացնել, թե այդ ինչ ապագայում դու կարող ես դրանց հասնել իրոք տեղում փորձ դնել եւ հետազոտել։ Հետեւաբար այդ օբյեկտները դու անմիջապես իր հետ փորձ դնել չես կարողանում։ Դու չես կարողանում սովորական ֆիզիկական փորձի նման այդ իրավիճակները, որի մեջ դու փորձում ես, փոխել ու տեսնել արդյունքը ոնց փոխվեց։ Դա քեզնից չի կախված։ Սեղանի վրա որ փորձ ենք անում, մեզնից է կախված։ Մի քիչ ճառագայթը այս անկյան տակ գցենք, հետո այն անկյան տակ գտնենք, տարբեր արդյունքներ ստանանք, այդտեղից հետևություններ անենք, բայց աստղի հետ կապված չես կարա ասես մի քիչ ջերմաստիճանը բարձրանամ, տենամ կտրակի թե չէ։ Հա, հետեաբար դա քեզնից անկախ է եւ ստիպված դու հայտնվում ես հետազոտողը հայտնվում է դիտողի կարգավիճակում, ինքը դիտում է ընդամենը։ Փորձ չի դնում է, դիտում է, пассив դիտում է, ճիշտ է, ինքը կարա հատուկ ընտրի այն ինչ որ իրան է հետաքրում, դա դիտի, բայց մեկը ինքը չի կարա ապահովի բնությունը իրան տրամադրի այն ինչ որ իրան պետք է, բնությունը ինչ տրամադրեց։ Այդ դրա համար աստղագիտության մեջ փորձին փոխարինում է դիտումը, հեռահար դիտումը, այսինքն այն ինֆորմացիան, որ գալիս է այդ հեռավոր օբյեկտներից, էլեկտրամագնիսական ալիքների ձևով, չգիտեմ, գրավիտացիոն ալիքների ձևով, չգիտեմ, տարբեր մասնիկների հոսքերի ձևով եւ այլն,
այդ ամբողջ ինֆորմացիան անկախ քեզնից քո ցանկությունից ոնց կանենց գալիս է, դու ընդամենը պիտի դա վերլուծես։ Ահա։ Ուրեմն փորձին ասացության մեջ փոխարինում է դիտումը։ Դա իհարկե ավելի սահմանափակ եղանակ է, դու չես կարողանում փորձի պայմանները փոխել ուզած ձևով, բայց դե էդ է, ինչ ունենք, այն ունենք։ Բնականաբար մենակ դիտումը բավարար չի, որովհետև ասենք թե ձեզնից մեկը այսօր դասին եկավ, ասեց բոլորիս հայտնեց, ասեց բա գիտեք 3 թռչող ափսե եմ տեսել։ Հա։ Հիմա ինչ անենք մենք, պարզապես հավատանք, ասենք մարդը դիտել է, դե վերջ, ուրեմն որ դիտել է, բայց եթե փորձը դու կարողանում ես կրկնել, մյուսներն էլ են կարողանում դրա արդյունքը տեսնել, դիտել, ապա այս մեկը դառնում է սուբյեկտիվ, չէ, ինքը կարող է երազում է տեսել, կարծում է թե իրական է եղել, ու եկե պատմում է։ Հիմա ոնց համոզվենք։ Իհարկե, եթե դանենց բանա, որ անդադ աչքներիս առաջա, կարանք մյուսներին էլ կանչենք, ասենք դու էլ նայ, համոզվենք դու էլ ես նույն բանը տեսնում, թե չէ։ Ինձ հետ տենց բան եղել է, տարօրինակ բան երկնքում տեսել եմ, ու այնքան իմ մոտեցումը գիտական էր, որ տնեցիներին կանչել եմ, ասել եմ մի հատ նայեք, դուք էլ եք այդ նույն բանը տեսնում, թե չէ, հա։ Իսկ ընդհանրապես ինչ է պետք, որպեսզի այդ խնդիրը չառաջանա։ Պետք են եղանակներ եւ միջոցներ, որպեսզի այդ բանը վավերացվի, գրանցվի, որտեվ այս պահին կարող է դա երկնքով անցավ, հաջորդ պահին մինչև իմ տնեցիները գային նային, արդեն անցած ելներ, չէ։ Ուրեմն դրա համար այդ վավերացումը պետք է։ Եվ ինչ ձևով դա կարելի է անել։ Ամենաառաջի տեսակ ուրեմն իսկապես գիտական մոտեցումով բանը պատմության մեջ օրինակներից մեկը այն որ Գալիլեյը, երբ որ աստղատակով դիտում էր, ոչ թե գրում էր, կարար գրել էլ, դա էլ տեքստի ձևով էլի, դա էլ ինչ որ ձևի վավերացում է, բայց ի վերջո բանա, չէ։ Իր անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններ կա, կարող է ինքը մի հատ աստղ տեսնի, ասի կարմիր է, բայց իրականում դա կապույտ է, որտեղ ինքը ասենք թե դալտոնիկ է, սուբյեկտիվ կստացվի, չէ։ Հա։ Մի խոսքով, ինչ էր անում Գալիլեյը, երբ որ աստղատակով նայում էր, վերցնում էր մատիտով թղթի վրա, նկարում էր լուսնի պատկերը, ինքը ոնց է տեսնում լուսինը, հա։ Դա էլ ինչ որ ճշգրիտ ձև չի, որտեղ դու քու ձեռով ես, չէ, բան, այդտեղ սուբյեկտիվություն կարա մտնի, չէ։ Մարդը նայում է ամպին, իրան թվում է թե փիղ է ու փիղ է նկարում, չէ։ Բայց համենայն դեպս վավերացման ինչ որ ավելի լուրջ փորձ էր դա, եւ հիմա որ նայում են Գալիլեյի նկարներին, իրանք տեսնում են գիտնականները, հա, աստղագետները, տեսնում են որոշ դետալներ, որոնք իրոք կան լուսնի վրա, ուղղակի ինքը չլինելով, չգիտեմ, հանճարեղ նկարիչ եւ այլն, ինքը կարող է ինչ-որ համամասնություններ խախտած լինի, ճիշտ չափերով նկարած չլինի եւ այլն։ Ուրեմն հարկավոր է դիտվածը վավերացնել, ընդ որում հնարավորինս դիտողից անկախ ձևով, այսինքն մի բանով, որը քո ցանկությունից որևէ ձևով կախված չի։ Օրինակ, երբ որ դու լուսանկարչական սարքով նկարում ես, հա, ապա նկարվածը քո ցանկությունից կախված չի, քո աչքի տեսողությունից, գունային ընկալումից, հա, եւ այլն դրանից կախված չի։ Ինչ կա, դա է նկարում, ինչ լույս որ եկել նստել է այդ զգայուն էլեմենտի վրա։ Առաջին այդպիսի միջոցը հենց եղավ լուսանկարչությունը, այսինքն ապակու վրա նստեցվում էր լուսազգայուն շերտ, հատուկ քիմիական նյութերով, ժելատինով խառնած, տենց ոնց որ պոլիմերանում է, էլի, ցենց ռեզինի պես շերտ է դառնում, բարակ շերտ լուսազգայուն, եւ այդ ապակու վրա նստածված այդ շերտը արդեն կոչվում էր ֆոտոթիթեղ, եւ ստացված ֆոտոթիթեղով գրանցվում էր նրա վրա ընկնող լույսային պատկերը։ Որքան երկար էր այդպիսի ֆոտոթիթեղը ենթարկվում լույսի ազդեցության, այնքան պատկերը ավելի ուժեղ էր բան լինում, ֆիքսվում, գրանցվում, հա։ Այսինքն ավելի հստակ,
ինչ ձևով էր գրանցվում, այն տեղը որտեղ լույս էր ընկնում, քիմիական ռեակցիա էր տեղի ունենում, եւ այդ արծաթ պարունակող բանը, միացությունները քայքայվում էին, արծաթը անջատվում էր որպես մետաղ այդ շերտի մեջ, եւ ինքը երևում էր սև որպես սևացած մի հատ բան այդ կետում։ Այսինքն ինչքան շատ էր այդ նույն լույսը այդ նույն կետի վրա ընկնում, այնքան այդ կետը ավելի սև էր դառնում, ավելի շատ էր սևանում։ Իսկ որտեղ չէր ընկնում, այդ սևացումը չէր ելնում։ Այդ ձևով ստացվում էր սև-սպիտակ պատկերներ։ Այդ ժամանակը, որ ընթացքում մենք պահում ենք, որ լույսը անդադ ընկնի վրան ու կուտակվի այդ էֆեկտը, կոչվում է պահաժամ, էքսպոզիցիա։ Եվ այդ պահաժամից կախված է, բայց հասկանում եք, որ դա նաև խնդիր կա դրա մեջ, չէ, որտեղ կարող է, ասենք, դրել ես լուսնի վրա, որ նկարես, իսկ երկնակամարը պտտվում է, լուսինը տեսադաշտում փախավ աստղատակի տեսադաշտից, շարժվեց, լղոզված պատկեր եղավ, չէ։ Ուրեմն դու պետք է ապահովես, որ պատկերը քո տեսադաշտում անշարժ լինի, որ դու կարողանաս երկար պահաժամով աշխատես։ Եթե չէ, ասենք երկնակարը գավ, սենց հետ կթողեց, չէ։ Եթե չես հասցնում հետևել, ապա ինքը տես լղոզված ինչ որ հետ կա թողում։ Ահա։ Կամ էլ պետքա այնքան լուսազգայուն լինի քո այդ գրանցող սարքը, որ կարճ մի ակնթարթ սենց 0.001 վայրկյան նկարելու ժամանակ էլ այդքան պահաժամի պարագայում էլ բավարար լինի լույսը, որպեսզի պատկերը գրանցվի։ Այդ ժամանակ լղոզվածությունը քիչ է ալնում կամ համարյա չի լինում գործնականում, հա, բայց պետք է այդ դեպքում ամենապայծառ լույսերը գրանցես, թույլ լույսերը չես գրանցի այդ ձևով։ Եվ աստղագիտության մեջ հատկապես երկար ժամանակ պահելը թույլ է տալիս, որ դու այդ ֆոտոթիթեղի վրա հայտածես, ջրերես բերես, այնպիսի բաներ, օբյեկտներ, այնպիսի աղբյուրներ, որոնք անձեռն աչքով չես էլ տեսնում։ Աստղադիտակով էլ նայում ես չես տեսնում, բայց երբ որ ֆոտոթիթեղի վրա երկար պահեցիր, աստղադիտակն էլ նենց արեցիր, որ հետևի անդադ այդ օբյեկտին, որ այդ օբյեկտը լինի անդադ պրոյեկտված ֆոտոթիթեղի նույն կետի վրա, անշարժ, այդ ժամանակ մեկ էլ ինքը ի հայտ է գալիս, երևում է։ Այն ինչ որ կասկածել չուներ, որ այդտեղ ինչ որ բան կա։ Հետո ինչ է արվում, հետո քիմիական մշակման է ենթարկվում այդ ֆոտոթիթեղը, ինչի, որովհետև դու դրեցիր մութ պայմաններում, այդ աղբյուրը նկարեցիր, հետո եթե դնես, չգիտեմ, սեղանիդ գնաս հաջորդ օրը մի քանի օր հետո հետ գաս, այդ ընթացքում մի քանի անգամ արևը ծագած մայր մտած լինի, լուսամուտից լույս ընկած լինի, տարբեր մարդիկ կողքով անցած լինեն, այդ սաղ լույսերը իր վրա գրանցվի, կորցրեցիր դու ինֆորմացիան։ Ուրեմն, երբ որ ինչ որ բան արդեն ստացար, էտա ավել լույս չես ուզում իր վրա ընկնի, դու պետք է իրան քիմիական մշակման ենթարկես, որ այդ պրոցեսները դադարի։ Անենց ռեակցիաները լինեն, որ այլևս այդ շերտը լուսազգայուն չլինի։ Այդ կոչվում է ֆիքսել պատկերը։ Եվ հատուկ տենց նյութ կար, որ այդ բանը, ուրեմն հայտածիչ կար, պրայավիցել, որը բան էր անում, լույս ընկած տեղերը անենց ռեակցիա էր լինում, որ այդ սևը ի հայտ էր գալիս, եւ կար ֆիքսաժ, այնպիսի մի նյութ, որը արդեն ֆիքսում էր, էլ թույլ չէր տալիս, որ լույս ընկնելուց որևէ բան փոխվի։ Այս պրոցեսն էր արվում եւ ամրակայվում էր, հայտածվում եւ ամրակայվում էր պատկերը։ Ահա, տեսեք ֆոտոթիթեղ, որի վրա այտենց նկարվել է, ասենք ինչ որ գալակտիկա։ Օրինակ իմ ուսանող ժամանակ, երբ որ ես համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում էի սովորում, աստղաֆիզիկայի ամբիոնում, ոչ մի ուսանող մինչև այդ տենց ջանք չէր դրել, որ ինքը ինքնուրույն այտենց նկար ստանա։ Կար այդ հնարավորությունը, բայց տենց լուրջ հետաքրված մեկը չկար, որ մի հատ իսկապես դա իր ձեռքով փորձեր։ Իսկ դա արվում էր ուսանողների համար այն աստղատարանում, որ մեզ մոտ պոլիտեխնիկի դիմաց Ղուկասյանի այգում կա, այդ աստղատակի միջոցով, որը հիմա էլ կա։ Եվ
նա ուներ տենց հնարավորություն նենց անել, որ պատկերը անշարժ պահի տեսադաշտում։ Եվ ես խնդրեցի, գնացինք այդ լաբորանտի հետ միասին, ուղեցինք դեպի Անդրոմեդայի գալակտիկան եւ ինչ արեցինք, հայտածեցինք, բան արեցինք, նկարվեց, կարծեմ ինչքան էր, 15 րոպե էր, ինչքան էր, պահեցինք այդ բանը, պահաժամը, այդ բավական բարդ է այն տեսակետից, որ քաղաքի ներսում է, քաղաքային լույսեր են գնում են երկնքի փոշու վրա, ֆոնը առաջանում, խանգարում է եւ այլն։ Բայց ի վերջո Անդրոմեդայի գալակտիկան այդ ֆոտոթիթեղի վրա հայտածվեց։ Դե այդ միակ օբյեկտներ այդ պահին հետաքրությունը հենց դրանում էր, որ աչքով համարյա չես տեսնում, կամ շատ դժվար ես տեսնում, իսկ քաղաքում որպես կանոն չես տեսնում քաղաքից, իսկ դիտակով համապատասխան պահաժամով ինքը գերեվար կհայտածվեր։ Եվ դա հաջողվեց։ Եվ խնդրեմ, ուրեմն այս մեթոդը ֆոտոքիմիական եղանակով ֆոտոթիթեղի վրա գրանցելը երկար ժամանակ օգտագործվեց մինչև նոր ընդունիչների հայտ գալը, դա անցյալ դարում էր, բայց ոչ սկզբներում, այլ վերջերում, անցյալ դարի, այսինքն 20-րդ դարի վերջերում արդեն նոր էլեկտրոնային տեխնիկա ասպարեզ եկավ, որը ասեց ինչ է կնգել քիմիական ռեակցիաներով եւ այլ, էլեկտրոնային սարքերով դա կարելի է անել։ Եվ դուրս մղվեց այս եղանակը, այլևս ֆոտոթիթեղներով ոչ մի աստղագետ չի աշխատում։ Փոխարենը եկան այսպես կոչված ավելի զգայուն էլեկտրոնային ընդունիչներ, լիցքային կապով սարքեր, coupled charge devices։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ այս սարքի կիսահաղորդչային սարք է, այս սարքի ամեն կետը այնպիսի կիսահաղորդչային կառուցվածք ունի, որ նրա վրա երբ որ լույս է անգնում, ինքը լիցքավորվում է։ Ուրիշ բան չի անում, էլեկտրոններ չի պոկում կամ չգիտեմ, հոսանք չի առաջացնում, ինքը ուղղակի լիցքավորվում է։ Շատ անգնում, շատ է լիցքավորվում, քիչ անգնում, քիչ է լիցքավորվում, հա։ Եվ այստեղ էլ այդ նույն պահաժամի գործոնը կա, ինչքան երկար պահես, այնքան շատ կլիցքավորվի։ Որից հետո, երբ որ այդ ամբողջը եղավ ու դու նույնիսկ դու ինչ ես անում, դա կապում ես քո համակարգչի հետ, որը հատուկ ծրագրով ընթերցում է, ինքը սարքը նենց արած, որ հերթով կարողանաս չափես այդ լիցքերը, կետ առ կետ, տող առ տող, սյունակ առ սյունակ, հերթով այդ կետերը, այսպես ասած, տեսածրես այդ ամբողջ պատկերը, տող առ տող գնաս ու գրանցես, որպես թվեր, որտեղ ինչքան էր այդ բանը լիցքավորման աստիճանը, այսինքն ինչքան լիցքավորման աստիճանը մեծ է, ապա համապատասխան թիվը այդ կետի համար կստացվի մեծ։ Եվ այդ տվյալները բնականաբար տեսածրման արդյունքում փոխանցվում էին կոմպյուտերին, անընդհատ ընդ որում, այդ ժամապահի ընթացքում դու կարող ես մի ժամ էլ նույնիսկ նկարահանես, հետևելով այդ օբյեկտին, բայց սկզբից ինքը չի երևում, տեսածրումը անդադար արվում է, նայում ես էկրանին բան չի երևում, հետո կամաց տեսնում ես էկրանի պատկերին, էկրանի վրա, կոմպյուտերի դիսպլեյի վրա սկսեց հայտածվել այդ պատկերը։ Եթե ուշադիր նայենք դիսպլեյի էկրանին, կամ ցանկացած հեռուստացույցի, ասենք խոշորացույցով նայեք միացած վիճակում, ինչ կտեսնեք, հիմա արդեն են բաները չկան, էլեկտրոնային թնդանոթներով են մեծ բաները, էկրանները վակուումային, այլ էլի կիսահաղորդչային բարակ դիսպլեյներ են։ Ամեն կետում դուք կտեսնեք 3 կետ՝ կանաչ, կարմիր եւ կապույտ։ Բայց ըստ այսինքն ամեն օբյեկտի ամեն կետի համար այդ սարքը գրանցում է ինտենսիվություն կամ լիցքավորման աստիճան 3 տարբեր տիրույթներում՝ կարմիրում, կապույտում եւ կանաչում։
կանաչում կարող է մի քիչ շատ լինի, կապույտում քիչ, կարմիրում էլի շատ եւ այլն, եւ ըստ դրա, որ գումարվում են, այսինքն 3 գույնն էլ արտահայտվում է այդ մի կետում, հերվից որ նայում ես, աչքդ արդեն գումարայինն է տեսնում։ Նարած թե կանաչի ինչ աստիճանի է, ինչ թիվը, ինչ թվով է կանաչի ինտենսիվությունը նկարագրվում, կապույտինը եւ կարմիրինը, այս բաղադրությունից կախված մեր աչքը դա անցալում է որպես տարբեր գույներ, այսինքն բոլոր այդ գույները կարելի է այդ 3-ի տոկոսային հարաբերությամբ ստանալ, ինչ որ տոկոսային հարաբերությամբ։ Հիմա աստղագետները գրանցում են ոչ միայն երկնային մարմինների ուղղակի պատկերները, այսա նշանակում է ստանալ ուղղակի պատկերը, որ նայես ինչ կտեսնես, հա, այլև դրանց սպեկտրերը, այսինքն թե ոնց է ինտենսիվությունը բաշխված այդ էլեկտրամագնիսական ալիքների ամբողջ ցանդակում ըստ հաճախության կամ ըստ ալիքի երկարության, որ ալիքի երկարության վրա ինչ ինտենսիվություն կա, այդ պատկերը կարելի է նկարել։ Դրա համար կիրառվում են սպեկտրագրիչ սարքեր, որոնք լուսատուից դիտակով հավաքվող լույսը տարալուծում են սպեկտրի պրիզմայի կամ դիֆրակցիոն ցանցի միջոցով։ Այսինքն դու դնում ես այդ եկող լույսի առաջ պրիզմա, արդեն քեզ պատկերը չի հետաքրում, այդ լույսի հաճախային բաղադրությունն է քեզ հետաքրում, եւ դու այդ պրիզման ես դնում, կամ էլ դնում ես դիմացը այդտենց դիֆրակցիոն ցանց, եւ ինչ է ստացվում, ստացվում է սպեկտրը ու դա ֆոտոթիթեղով կամ այն ժամանակ ֆոտոթիթեղով, իսկ հիմա արդեն CCD այդ ընդունիչներով նկարում ես այդ ստացված սպեկտրը։ Խնդրեմ, լույսը ընկել է պրիզմայի վրա, սպիտակ լույսը ասենք թե, եւ տարբեր գույները տարբեր չափով են բեկվել այս ապակու մեջ, որտեվ օդից ապակի անցավ։ Անցյալ դասին մենք դա նայել ենք, տեսել ենք, որ բանը արագությունը տարբեր է ստացվում եւ գումարային ֆրոնտը այդ ընկած լույսի շեղվում է ընկածի համեմատ, նայած թե ինչքան այդ արագությունը փոխվեց, ինչքան դանդաղեց այդ արդյունարար ալիքի տարածումը միջավայրում։ Եվ տեսնում ենք, որ ամենակիչը բեկվել է կարմիր լույսը, ամենաշատը մանուշակագույնը, եւ այդ պատկերն ենք մենք բանանում, նկարում, արդեն այդ է սպեկտրը։ Կամ էլ այսենց անդրադառնում է հայլուց, որի վրա խազեր է արված, այսինքն դա ոնց որ ցանցի պես բան լինի, նույնն է որ անցնի լույսը, բայց այդտենց բարակ ճեղքերի միջոցով։ Ու ստացվում է արդյունարարը էլի ամենաուժեղ կարմիրը մի կողմում, ամենաուժեղ մանուշակագույնը մյուս կողմում, տենց նորից տարալուծում ալնում ըստ գույների։ Հիմա սպեկտր ուրեմն ստանալը ու վերլուծելը ինչով է կարևոր։ Կարևոր է նրանով, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ լրացուցիչ տեղեկություններ։ Պատկերը տեսնել լավ է, բայց դու աչքով չես հասկանում դա ինչքան լույսերի հանրագումար է, ինչ լույսերի, ինչ հարաբերության մեջ են տարբեր հաճախություններում այդ լույսերը, բայց դրա մեջ, այդ հարաբերությունների մեջ ինֆորմացիա է թաքնված այդ աղբյուրի մասին։ Ըստ մեր իմացած ֆիզիկայի օրենքների մեկ այդ ինֆորմացիան կարող ենք մեջից գաղտնազերծել, հա, բան անել, ապակոդավորել ու ստանալ։ Ուրեմն իրոք մեծ ինֆորմացիա կա սպեկտրերի մեջ գաղտնագրված եւ պետք է դա վերհանել, հետեւաբար սպեկտր նկարել շատ կարեւոր է։ Եվ պարզվեց, որ մարդկությունը սովորեց այդ բանը անել, վերծանել, այդ բառն է իման գալի, վերծանել սպեկտրերը ճիշտ ձևով, միայն որոշակի հանելուկ լուծելուց հետո։ Եվ դա լուրջ հանելուկ էր այն աշճանի, որ երբ որ բախվեցին դրա հետ, ֆիզիկոսները ուղղակի թևերը կախեցին, ասեցին ֆիզիկական տեսությունը ինչ որ ճիշտ չի աշխատում։ Ինչ որ բան սխալ է մեր պատկերացումների մեջ։
ու հանելուկը կայանում էր նրանում, որ բնության մեջ եղած բոլոր ատոմները ըստ դասական էլեկտրադինամիկայի, էլեկտրամագնիսականության օրենքների վաղուց պետք է վերացած լինեն։ Եթե մենք դասական էլեկտրամագնիսականությունից ելնենք, ատոմը շատ արագ պետք է անհետանա։ Ինչի՞։ Որովհետև ատոմի միջուկը գիտենք, չէ՞ ինչ է։ Պրոտոններ, նեյտրոններ են, այսինքն դրական լիցքավորված մի հատ խիտ մարմին է, փոքր, եւ նրա շուրջը պատտվում են էլեկտրոններ։ Շարժվում են էլեկտրոններ սահմանափակ տարածքում։ Եթե մնում են այդ սահմանափակ տարածքում, նույնիսկ եթե դա հենց դասական իմաստով պտույտ չի, բայց շարժվում են սահմանափակ տարածքում, ինքը չի կարա լինել ուղղագիծ եւ հավասարաչափ շարժում, որ տենց լներ ուղիղ կհեռանար ատոմից կգնար, չէ՞։ Ուրեմն ինքը այնտեղ եթե մնում է ու անդադ շարժվում է, ուրեմն դա անդադ ինքը ուղղությունը փոխում է։ Եթե էլեկտրոնը փոխում է իր ուղղությունը, նշանակում է ինքը արագացում ունի, շարժման ուղղությունը։ Եթե ինքը ունի արագացում, ապա ըստ դասական էլեկտրամագնիսականության արագացող էլեկտրոնը պիտի առաքի էլեկտրամագնիսական ալիք։ Այսինքն էներգիա։ Այսինքն ինքը իր էներգիան պիտի կորցնի։ Բայց եթե ինքը իր էներգիան կորցնի, այդ պլյուս միջուկի ձգողությունը մինուս էլեկտրոնի հանդեպ, վերջի իրան հաղթելու է, գցելու է այդ էլեկտրոնին միջուկի վրա։ Եվ երբ որ դասական էլեկտրամագնիսականության տրամաբանությամբ դա հաշվում ես, ստացվում է, որ այդ ընկնելը էլեկտրոնի միջուկի վրա, գիտեք ինչքան կտևի, ինչ եք կարծում։ 10-8 աշճան վայրկյան։ Հա, ավել չի կարա, ատոմը գոյություն ունենա դասական տեսությամբ։ Ահա։ Ուրեմն, այստեղ մի բան այն չի, եւ պատկերացրեք, եթե տենց լիներ, այդ տեսությունը զուտ ճիշտ լիներ ատոմական մակարդակի վրա, ապա տիեզերքը 10-8 աշճանից հետո կդառնար չգիտեմ ինչ, նույնիսկ չգիտեմ ինչ, ոնց ասեմ, ոչ ատոմական, հա, տենց ասեմ։ Դա կլներ բոլորովին այլ մեզ անծանոթ տիեզերք, եթե չասենք, որ մենք ինքներս չենք լինի, որովհետև մենք ատոմական կառուցվածք ունենք, հա։ Ուրեմն, եթե հենց որ դա պատկերացնում ես, քու մոտ վախ առաջանում, որ կարող է 10-8 աշճանից ես չլինեմ։ Բայց մենք տեսնում ենք փաստացի տիեզերքը այդ նյութը ատոմական կառուցվածքով եւ ինքներս եւ հենց մենք գոյատևում ենք արդեն միլիոնավոր տարիներ, միլիարդավոր տարիներ կանք։ Ուրեմն բնությունը տենց չի աշխատում։ Բայց մյուս կողմից էլեկտրամագնիսական օրենքները փորձարկվել են, չէ՞։ Փորձերով հաստատվել են, չէ՞, բա ոնց եղավ։ Ուրեմն այդ փորձերը որ արվել են այնց պայմաններում, որի դեպքում մենք ստացել ենք այդ օրենքները, դասական օրենքները, բայց կան այնց իրավիճակներ, որտեղ արդեն այդ օրենքը ճշգրտելու կարիք ունի։ Հակառակ դեպքում չի ստացվի այն ինչ որ բնությունը մեզ հրամցնում է։ Եվ այս հանելուկի պատասխանը տվեց դանիացի մեծ ֆիզիկոս Նիլս Բորը։ Հայտնի էր, որ առանձին ատոմը ճառագայթում կամ կլանում է ոչ թե ցանկացած, այլ միայն որոշակի հաճախությունների ֆոտոններ։ Այսինքն, sense չի էլի, որ ամեն գույնի ֆոտոն գցես, այդ ատոմը ռեակցիա կտա, ինքը տարբեր կլինի։ Բայց կան որոշակի հաճախություններ այդ ատոմի համար, որ ասում է, լար իստեղ, ես քեզ կբռնեմ։ Դու ինձ դուր ես գալիս, ես քեզ բռնում եմ, չեմ թողնում։ Բայց հետո որոշ ժամանակ հետո էլի շատ կարճ, այդ նույն 10-8 ժամանակ հետո, հա։ Ասում է, всё, գոհ եմ, տիեզերքին պարտքը վերադարձնում, ասում է, հետ եմ տալիս, էներգիա վերցրեցի, էներգիա հետ եմ տալիս։ Բայց դա լինում է որոշակի հաճախությունների, ասենք ոչ թե այսինչ ալիքի երկարություն պլյուս մինուս այսքան, հա, չնայած այդ պլյուս մինուսի մասին էլ կխոսենք, այլ հենց դա բնորոշ է այդ ատոմին, հենց այդ թիվը ալիքի երկարության։ Մինչդեռ միջուկին սահուն կերպով մոտեցող էլեկտրոնը, եթե ինքը այդ դասական մեխանիզմով ընկներ, ինքը
Պարուրաձև ճառագայթելով աշճանաբար պարուրաձև կմոտենար միջուկին ու կընկներ եւ դա կլներ ամենատարբեր հաճախությունների լույսեր, հա, իր այդ էներգիա կորցնելը, ահա։ Հիմա բորը ենթադրեց, այսինքն ինքը գերագույն դատավոր համարեց փորձին, փորձը ասում է, որ ատոմները այտենց չեն ճառագայթում կամ կլանում, ուրեմն ասում է, լսենք դատավորին, ինչ որ ասում է, ուրեմն դա ճիշտ։ Եվ ինքը ասեց, դասական մեխանիկայի եւ էլեկտրադինամիկայի օրենքները չի կարելի նույնությամբ կիրառել ատոմի չափ փոքր բարմինների համար, որ կիրառենք ապուշտություն կստանանք, բնությունը տենց չի անում։ Եվ ելնելով ջրածնի ճառագայթման սպեկտրից, բորը եզրակացրեց, որ ատոմային համակարգը, ատոմի պես համակարգը կարող է գտնվել միայն հատուկ կայուն վիճակներում, խոսքը էներգիայի մասին է, կայուն էներգետիկ վիճակներում, հա? Այ ատոմը կարող ունենա այս էներգիան, կարող ունենա հաջորդը էներգիան, դրանից որոշակիորեն տարբերվող, հետո դրանից էլի որոշակիորեն տարբերվող հաջորդը, ոնց որ աստիճանները, որոնցով մենք բարձանում ենք, այդ փայտերը, որոնց վրա մենք ոտք ենք դնում, անդադ չեն դրած, չէ, տեղ են դրած։ Այդ ձևով ատոմը տարբեր էներգետիկ մակարդակների վրա կարա լինի կայուն վիճակում, կամ այս վիճակում է, կամ այն վիճակում է, կամ այն վիճակում է, բայց դրանց արանքը ինքը չի կարա լինի։ Եվ դրանք կոչվեցին քվանտային վիճակներ։ Այս միկրոսկոպիկ միկրոաշխարհում այս երևույթները, որ սկսեցին տարբերություններ դրսևորել դասական մեխանիկայի, դասական էլեկտրամագնիսականության հետ, դրանք կոչվեցին քվանտային։ Հենց թեկուզ այն պատճառով, որ նույնիսկ լույսի հոսքը պարզվեց, որ երբ որ շատ ենք մանրանում, ուզում ենք նվազագույն լուսային էներգիան պարզենք, ինչքան կարանք իջացնենք, պարզվում է, երբ որ իջացնում ենք, տեսեք, երբ որ մեքենան գալիս է թափքից ցորեն է թափում, չէ՞, մենք դա կարող ենք ընկալել որպես բան, սահուն ինչ որ միջավայրի հոսք, բայց երբ որ մոտիկից ենք, հեռվից եթե նայում ենք, մոտիկից ենք նայում, տեսնում ենք, չէ, հատիկներ են։ Ու եթե քիչ լինեն այդ հատիկները, մենք այդ հատիկավորումը կզգանք, մենք կզգանք, որ կարան գնի մի հատիկ, կարան գնի երկու հատիկ, բայց ոչ 1.5 կամ 2.5, կամ էլ ընդհանրապես կես։ Ուրեմն այդ հատիկավորումը, այդ դիսկրետությունը արդեն կոչվեցին քվանտային երևույթներ, որտեղ Էյնշտեյնը բանը երբ որ բացատրեց այդ ֆոտոէֆեկտը, ինքը ասեց, որ շատ ֆոտոնների էներգիան կարա լինի դրան պատիկ, այսքան անգամ ավել, այնքան ամբողջ թվով անգամ ավել կամ, բայց չի կարա լինի կես, 10-որդական ինչ որ մասեր։ Հետեւաբար դրանք կոչվեցին ֆոտոններ կամ էներգիայի քվանտներ։ Եվ այս քվանտային երևույթները ստեղ էլ ուրեմն հաստատեց բորը, որ դրանք հատուկ կայուն էներգետիկ վիճակներ են կամ քվանտային վիճակներ։ Այդ վիճակներից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի էներգիա, միջանկյալ էներգիաներով վիճակներ ատոմում հնարավոր չեն։ Երբ ատոմը կայուն վիճակներից մեկում է, նրա էլեկտրոնը պտտվում է հնարավոր այդ ատոմում, ատոմաշուրջ, հա, միջուկաշուրջ ուղեծրերից, հնարավոր ուղեծրերից մեկում, դրանք էլ են դիսկրետ։ Այստեղ կարա լինի ուղեծիր, ընդեղ կարա լինի, նենց կարա լինի եւ այլն։ Այդ ուղեծրերից մեկով է շարժվում եւ ունի որոշակի անփոփոխ էներգիա, երբ որ ինքը տեղ շարժվում է։ Այստեղ է հակասությունը, դասականով, դասական տեսությամբ, եթե ինքը տեղ շարժվում է, ինքը ունի արագացում, պետք է ճառագայթի։ Բորը ասում է, չէ, բնությունն ասում է, չէ, ուրեմն չէ, ինքը այդտեղ գտնվում է կայուն վիճակում։ Բայց այդ վիճակները անընդհատ չեն, դիսկրետ որոշակի թվերով են նկարագրվում եւ որոշակի ուղեծրերով։ Ահա։ Այդ վիճակում, երբ որ այդ հնարավոր ուղեծրում է գտնվում էլեկտրոն, ինքը չի ճառագայթում։ Բնությունը ասում է, չէ, ես այդ ժամանակ չեմ ճառագայթում։ Ինքը չի ճառագայթում եւ չի էլ կլանում։
քանի դեռ այդ վիճակում է գտնվում նկատի ունեմ, ոչ թե այդ վիճակում գտնվելով չի կարա կլանի կամ չի կարա առաքի, այլ քանի դեռ ինքը այդ վիճակում է այդ էլեկտրոնը, ուրեմն ինքը ոչ կլանեց, ոչ չարագայթեց։ Ինքը մնում է այդ վիճակում կայուն։ Էլեկտրոնի, հետեւաբար եւ ողջ ատոմի էներգիան, այսինքն էլեկտրոնը ինչ էներգիա ստացավ, այդ էներգիան էլ վերագրում ենք ամբողջ ատոմին։ Փոխվում է միայն երբ էլեկտրոնը անցնում է մի հնարավոր վիճակից մյուսին։ Բարձրում էր գտնվում բարձր էներգետիկ վիճակում, իջավ ցածր էներգետիկ վիճակ, ուրեմն ինքը էներգիա տվեց։ Ինչ ձևով? Դրան համապատասխան ֆոտոնի ձևով։ Հա? Դրան համապատասխան ինչ որ հաշնյու ֆոտոն։ Հաշնյու էներգիայով ֆոտոն։ Եվ հակառակը, եթե ինքը ցածրում էր գտնվում, ինչ որ ֆոտոն կլանեց եւ բարձրացավ մի հատ հաջորդ կամ մի ուրիշ հնարավոր էներգետիկ մակարդակ, ուրիշ ուղեցիր, ուրեմն այդ ժամանակ ատոմի էներգիան բարձրացավ։ Այդ ֆոտոնի հաշնյու էներգիայի համապատասխան չափով։ Ուրեմն այն նայեք, հիմա process-ը անիմացիայով դուք ուշադիր նայեք էկրանին, ինչա տեղի ունենում։ Միացնում ենք էլեկտրոնը փթթվում է, բայց հանկարծ գալիս է ֆոտոն էներգիան տվեց, ինքը թռավ ավելի բարձր էներգետիկ մակարդակ։ Հետո հանկարծ հետ ընկավ նույն էներգետիկ նախորդ էներգետիկ մակարդակը, նույն ֆոտոնը վերա ճառագայթեց։ Ընդ որում, ստեղ գուցե այդ առումով մի քիչ հաջող չի, տեսեք, մի կողմից եկավ ֆոտոնը, ձախից եկավ, կլանեց, հետո ընկավ վերաճառագայթեց։ Այնքանով հաջող չի, որ համարյա զուգահեռ էին, համարյա նույն ուղղությամբ հետ վերաճառագայթեց, բայց իրականում ատոմը չի հիշում, թե ինքը որ ուղղությունից եկած է էներգիան ստացել։ Որտեղից է ինքը այդ էներգիան ստացել, ինքը չի հիշում։ Ինքը պարտավորված չի նույն ուղղությամբ հետ վերադարձնել, ասել, այ դու ինձ տվեցիր, ես քեզ հետ եմ վերադարձնում։ Չէ։ Ինքը հետո պատահական ինչ որ պահի եւ պատահական ուղղությամբ վերա ճառագայթում է, հա։ Այդ ինչ է նշանակում։ Լույս ընկավ ատոմի վրա, վերա ճառագայթվեց, բայց անկապ ուղղությամբ, այսինքն լույսը ցրվեց։ Միջավայրը, որ բաղկացած է սենց ատոմներից, այդ ձևով կարողանում է լույսը ինչ անել, ցրել տարբեր ուղղություններ։ Այսա իհարկե կոպիտ մոդել է, որին մի ժամանակ անվանեցին մոլորակային մոդել, այսինքն կլոր ուղեցիր, այդ ուղեցրով փթթվում է էլեկտրոնը միջուկի շուրջը, հա, բայց հետո այս քվանտային էֆեկտների մեջ խորանալուց հասկացան, որ դա շատ մոտավոր, ուղղակի պարզեցնելու համար այդ ձևով նկարագրվող բան է, մոդել է, ինքը բնությունը իրականում տենց չի, որ ասես, այ տեսեք, ուղեցիր այս կետից գնաց այն կետը, այն կետից գնաց այն կետը, կետերը միացնենք կստանանք շրջանաձև ուղեցիր, ոչ, այտենց չի։ Քվանտային ֆիզիկայում արդեն այտենց չի։ Էլեկտրոնները ոչ թե պտտվում են միջուկի շուրջը, այլ ալիքի պես վազում են, արդեն ստեղ այդ քվանտային էֆեկտն է զգացվում, որ էլեկտրոնը իրան դրսևորվում է ավելի շատ որպես ալիք, հա, եւ ալիքի պես վազում են միջուկը շրջապատող որոշակի ձևի ու չափի ոլորտներում, բացասական լիցքով էլեկտրոնային, այսպես կոչված թաղանթներում։ Տիրույթ, որտեղ այդ էլեկտրոնը կա, ինքը դու իրան կարաս բռնացնես ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, բայց դու չգիտես ինքը որտեղ է, դու գիտես իր հավանականությունները այդտեղ այդ տիրույթում գտնվելու, որ կետում ինչ հավանականությամբ կարա լինի։ Այդ հավանականությունների բաշխումը պատկերավոր նկարում են որպես թաղանթ, որը ունի բացասական լիցք։ Միտեղ այդ հավանականությունը բարձր է, այդ նույնիսկ ասում են էլեկտրոնային ամպ։ Այնտեղ որտեղ այդ էլեկտրոնային ամպը խիտ է, ուրեմն այդտեղ իր էլեկտրոնի գտնվելու հավանականությունն է շատ։ Ոչ թե դե շատ էլեկտրոններ կան, որ ամպ է ստացվել, այլ այդ ամպը վիրտուալ, հա,
ամպը, որ դու նկարում ես, դու դրա խտությամբ ասում ես, որտեղ ավելի հավանական որ լինի էլեկտրոնը եւ որտեղ ավելի քիչ հավանական է։ Այսպես կոչված, տեսեք, հիմա օրինակ ինչ արած։ Նկարած է մի հատ պրոտոն, ջրածնի միջուկը, շուրջը այսենց բանա բաշխում կա, այն մուկ կապույտը դա ինչն է, ոնց որ այս թաղանթը, այս կապույտ թաղանթը, ոնց որ էլեկտրոնի գտնվելու հավանականային տիրույթն է։ Այդ թաղանթի մեջտեղը, որ սպիտակ է երևում, մեջտեղի տիրույթը, այդտեղ էլեկտրոնի գտնվելու ամենաբարձր հավանականությունն է։ Եզրերում ինքը վերածվում է մշուշի ու զրոյանում է այդ հավանականությունը։ Դեպի ներս ու դեպի հեռու գնալուց այդ կենտրոնական շարավղից ինքը տենց զրոյանում է։ Այսինքն այս տեսակ ամպի ձևով կարելի է պատկերացնել էլեկտրոնի գտնվելը միջուկի շուրջը եւ նույնը ասենք պտտվելը, ինքը ալիքի պես է։ Չգիտեմ դուք լսել եք արդյոք տենց գաղափար կանգուն ալիք։ Որը մեկը լսել է, կանգուն ալիք։ Ինչ է, օրինակի համար, եթե ես պարանը կապում եմ պատից, հետո հեռու գնում եմ երկար պարանը ձեռքս բռնած, բայց ոչ լրիվ ձգած, էլի, չորչափով կախված, ու ես ազատ ծայրը բռնած, որը պատից չի կպած, այլ ես եմ բռնել, թափահարում եմ ձեռքս վերև ներքև ու ալիք է գնում այդ պարանով։ Երբ որ այդ ալիքը գնում է հասնում է պատին, պատից ինքը անդրադառնում է։ Եվ ստացվում է, որ այդ պարանով երկու ալիք են գնում, մեկը դեպի պատը, մեկը պատից դեպի ինձ։ Եվ երբ որ համապատասխան իրավիճակ է ստեղծվում, նայած ինչ երկարություն այդ թելը եւ ես ինչ հաճախությամբ եմ տատանում, մեկ էլ տեսնում ես, որ կանգուն ալիք առաջացավ։ Այսինքն այդ ամբողջ երկարության վրա ամեն կետում թելը տատանվում է, բայց ամեն կետում որոշակի լայնույթ է, ամպլիտուդ է։ Միտեղ ուժեղ է, ինքը վերև ներքև է գնում, միտեղ զրոյական է, սկիչի էլ տատանվում, հետո նորից։ Ես հիմա այո, կարող եմ բան անել, նկարել, պատկերացրեք սենց։ Ես այս պատնա, այսենց պատնա, թելը կապել եմ իրարից ու տատանում եմ։ Այստեղ բռնել եմ, այստեղ ես տատանում եմ թելի ծայրը, այդ ալիքը վազում է։ Բայց երբ որ էկրանելի մոտիկացա։ Հա, հեսա բան կանենք, կուղենք, հեսա տեսանք, կուղենք, ահա։ Եվ տեսեք, երբ որ գալիս աստեղ անդրադառնում է այդ ալիքը, արդեն գնում է սենց։ Հա, ինչ որ այս ձևի, ու երբ որ այդ տատանման հաճախությունը համապատասխանում է այս տատանվող համակարգի որոշակի պարամետրերին, այն ձևով, որ առաջանում է կանգուն ալիք, մենք տեսնում ենք այստեղ ամպլիտուդ չկա, ոնց տատանում ենք, ստեղ թելը մնում է անշարժ, բայց ստեղ մաքսիմումն է, ստեղ ինքը սենց տատանվում է, այսենց, հա, ստեղ նորից 0, ստեղ նորից, էլեկտրոնների շարժվելը, կոպիտ ասած, միջուկի շուրջը, ավելի շուտ նկարագրվում է տենց, ոնց որ մի հատ կանգուն ալիք առաջանա այդ ուղեցրում, այսպես ասած, առաջանա կանգուն ալիք էլեկտրոնի իրան դրսևորում է տեղ որպես ալիք եւ այդ կանգուն ալիքի այս բաները, այս հանգույցներից ամբողջ թվով է դրա մեջ պարունակում։ Հենց որ եղավ կես թվով, վերջ, այդ կայուն ուղեցիր չի։ Այդ չեղավ։ Ուրեմն այն ուղեցրը, հաջորդ ուղեցիրը պետք է նենց լինի, որ եւս մի այտենց տեղավորվի դրա մեջ, հա, եւս մի ալիք կամ կես ալիք եւ այլն։ Այսինքն ամբողջ թվով պիտի լինի։ Այդ դրանից ոնց որ դրանով արդեն մեկնաբանվում է այդ դիսկրետությունը, որ այս ուղեցիրը կարա լինի, այն ուղեցիրը կարա լինի, իսկ արանքը չի կարա լինի։ Հիմա այդ տեսեք, պարզվում է, որ
Այդ ամենապարզ էլեկտրոնային ամպներ, մեկ պրոտոնի շուրջը, որ մենք տեսանք, ասենք սֆերիկ ինչ-որ թաղանթի ձևով, ամպի ձևով։ Բայց այս քվանտային ֆիզիկայի օրենքները հանգեցնում են նրան, որ միշտ չի տենց, որ դա սֆերիկ է, այդ հավանականությունների բաշխումը։ Սիմետրիկ այդ կենտրոնի շուրջը, միջուկի շուրջը, չէ, կարա լինի այսենց հանտելաձև, այն որ ասում են գանտել, չէ՞, ծանրոցը, չէ՞, հանտելաձև, 8-ի նման։ Այդտենց ամպ կարա լինի։ Ու այդտեղ առաջին անգամ, երբ որ ես իմացա դրա մասին, բնականաբար հարց տվեցի ու շատերն են այդ հարցը այդ պահին տալիս, բայց ոնց է, այսինքն պատկերացնում են, որ էլեկտրոնը տենց 8-աձև էլ շարժվում է, հա, ու ասում են, բայց ոնց է էլեկտրոնը գալիս է միջուկի միջով անցնում է ու չի բախվում միջուկին։ Չէ, սա էլեկտրոնի այդ տիրույթում գտնվելու հավանականությունների բաշխումն է այդ տեսքը ունի, հա, այդ ձևիա դրա բաշխման տեսքը, 8-աձև։ Ընդհակառակը սա ցույց է տալիս, որ միջուկում գտնվելու հավանականությունը 0 է, հա։ Ահա։ Հետո կան ավելի բարդ ձևեր, ավելի բարձր էներգետիկ մակարդակներում, հա, կարող է լինել ավելի բարդ ձևեր հավանականությունների բաշխման։ Այսինքն մի հատ տեսեք այն սիրուն մոլորակային մոդելը վերածվեց այնպես մի հատ այլանդակ անճորնի բարդ ինչ որ բան, բայց իրականությունը դա է, բնությունը իրան տենց է դրսևորում։ Ահա։ Եվ անորոշությունների սկզբունքից, այն որ ասում էինք Հայզենբերգի անորոշությունների սկզբունք, այդ դրանից բխում է, որ այս բաները, թաղանթները անվերջ բարակ չեն։ Այսինքն, ինչ է նշանակում, այնուամենայնիվ դա ոչ թե որոշակի խիստ հաճախություն է, այլ հավանականություն կա դրա շուրջը պլյուս մինուսի, որովհետև դու չես կարող, ոնց որ ասած, այնտեղ հիշում եք դելտա x, դելտա p արտադրյալը պիտի լիներ ինչ որ թվից մեծ, չի կարա երկուսն էլ դելտա x-ն էլ դելտա p-ն էլ, այսինքն կոորդինատի անորոշությունը եւ բանը իմպուլսի անորոշությունը իրար բազմապատկած չի կարա ինչ որ թվից փոքր լինի, մի հատ թիվ կա սահմանային, որից փոքր չի կարա լինի, որովհետեւ չեն կարա երկուսն էլ ինչքան ուզես փոքրացնես ու բռնացես, ասես հեսա ստեղ է ինքը։ Այ քվանտային ֆիզիկան դրանով է տարբերվում եւ հետեաբար այդ գտնվելու տեղի բանը, տիրույթը չի կարա լինի անվերջ բարակ։ Այստեղ արդեն այդ ամպն է, որ մենք ասում ենք եւ ասում ենք, որ ամպը ցույց է տալիս հավանականությունների բաշխումը։ Բարեբախտաբար, այս կա իսկապես մեծ բախտավորություն է։ Այդքան բարդ լինելով հանդերձ, բնությունը մեզ ասելա լավ, թողեմ թո ինձ ճանաչի մարդը, հա։ Անենց է ստացվել, անենց է այնպիսին է բնությունը, որ տվյալ ատոմի տարբեր անցումներին կամ տարբեր ատոմների տարբեր անցումներին համապատասխանեն տարբեր էներգիաներով ֆոտոնների կլանվող ֆոտոններ, կլանվող կամ ճառագայթող։ Այսինքն, եթե պետք է անցում կատարվի ու ֆոտոն ճառագայթվի, հա, ասենք ջրածնի այս մակարդակից այն մակարդակը, մեկ էլ հելիումի այն մակարդակից այն մակարդակը։ Բարեբախտաբար դրա այդ էներգիաների տարբերությունը, որ պետք է տրվի ֆոտոնին ինքը որպես հաշնյու իր հետ տանի, դրանք տարբեր են։ Ու ես կարողանում եմ տարբերել սա ում ֆոտոնն է, ջրածնի թե հելիումի։ Այդ օբյեկտի մեջ, այդ աստղի մեջ ջրածինն է թե հելիումը, հա? Կամ երկուսն էլ գուցե կան։ Այսա շատ կարևոր ճանաչողական գործիք է դառնում, հնարավորություն է ստեղծում այն հանգամանքը, որ դրանք տարբեր են։ Դրանով կարողանում ենք հասկանանք, թե որ ատոմի անցմանն է համապատասխանում աղբյուրի այդ սպեկտրում արկա այսպես կոչված կլանման կամ առաքման գիծը, որտեվ եթե ինքը տեղ
չի ճառագայթում, ուրեմն ինքը տեղ ունի բան մութ գիծ, ասենք բոլոր հաճախությունները, ասենք ճառագայթում է, չէ ներողություն, հակառակը, եթե տվյալ հաճախության վրա ճառագայթում է, ուրեմն մնացածներում չի ճառագայթում, ուրեմն գիտենք, որ դա որ ատոմին է բնորոշ, ու ինչ նյութից է դա առաքվում, եւ սա այս հնարավորությունը մեզ տալիս է վերլուծելու նյութական այդ քիմիական բաղադրության իմաստով եւ դա կոչվում է սպեկտրային վերլուծություն։ Սպեկտրա վերլուծում ես, հասկանում ես ինչ նյութեր կա այդ աղբյուրում։ Գործնականում անհասանելի, տեսեք, մի անգամ ես մի հատ մարդու հետ տենց խոսակցություն ունեցա, ծանոթացանք, ասեց իսկ ինչ մասնագետ եք, որտեղ ես այն ժամանակ MC տեղ էի աշխատում, որ մի մասնագիտության հետ ընդհանրապես կապ չուներ, եւ հարցեց ինչ մասնագետ եք, ասեցի աստղագետ, sense մի տեսակ տարօրինակ հայացքով, sense կասկածելի, կասկածողի հայացքով նայեց ինձ, ու ասեց, բայց դա կեղծ գիտություն է, չէ՞։ Ասեցի, չհասկացա, ինչա կեղծ գիտություն։ Ասում է, բա դուք ինչ գիտեք այնտեղ ինչա, ինչ որ հորինում եք էտա, էլի, հետո մեկ ուրիշն էլ ուրիշ բան կհորինի։ Ձեզնից հեռու է, դուք հորինում եք, էլի։ Այսինքն ինքը ծրագրավորող էր իմիջիայլոց։ Ինքը ֆիզիկոս չլնելով, չիմանալով այդ ֆիզիկայի, չէր հասկանում ոնց կարելի է այդ աստղից այդքան հեռու լինել ու ապացուցել, որ այնտեղ հելիում ու ջրածին կա։ Հա, այդ սպեկտրով։ Ահա։ Ուրեմն ոչ միայն անհասանելի է հեռավորության իմաստով, դե պատկերացրեք գնանք արեգակե քիմիական անալիզ անենք։ Մինչև մոտենանք այդ անալիզը նմուշ վերցնելու, արդեն մենք չենք կլնի, չէ՞։ Ուրեմն այդ իմաստով այս մեթոդը ուղղակի անփոխարինելի հնարավորություն է ստեղծում։ Ասի սպեկտրում դու կարող ես տեսնել կլանման գծեր եւ առաքման գծեր։ Դուք հիշում եք, որ ես ասում էի, որ ցանկացած մարմին պլանքներ չէ ուսումնասիրում, որ ասեց բացարձակ սև մարմնի ճառագայթում, չէ՞, որ ասում էր, որ կան այդ տեսակ ըստ ինտենսիվության, ասենք սա ներողություն, սա բանն է, ալիքի երկարությունն է, ըստ ալիքի երկարության ինտենսիվությունը տարբեր ձևով է բաշխվում։ Եթե մարմինը ունի ջերմություն եւ այդ իր մասնիկները քաոսային շարժում ունեն, ջերմային շարժում, իսկ նրանց մեջ կան լիցքեր, իսկ այդ քաոսային շարժման մեջ ինչ ձևի տատանումներ ասես կան, բոլոր հնարավոր, հետեւաբար առաքված էլեկտրամագնիսական ալիքներն էլ բոլոր հնարավոր հաճախությունների վրա են։ Պարզապես այդ բացարձակ սև մարմինը, որը ամեն լույս կլանում է, մարսում է, վերածում է ջերմային էներգիայի, նոր է ճառագայթում ըստ այդ ջերմային էներգիայի, այդ բացարձակ սև մարմնի բաշխումը ըստ ալիքի երկարության, ինտենսիվության բաշխումը, որոշակի օրենքեր ենթարկվում, որը անվանում ենք պլանկի բաշխում, պլանկյան բաշխում։ Ու ասում ենք, որ ստեղ ինքը այս թե մաքսիմում որտեղ ինտենսիվություն կունենա, այս լամդա m-ը կախված է ջերմաստիճանից, ինչքան ջերմաստիճանը բարձր, այնքան դա տեղի է ունենում ավելի կարճ տիրույթում եւ հետեւաբար ավելի կապույտ տիրույթում, այսինքն տաք մարմինները կապույտ ավելի պիտի երևան, սառը մարմինները կարմիր։ Եվ բայց արի ու տես, որ այսպես կոչված անընդհատ սպեկտրի վրա, այսինքն ամեն հաճախության վրա ճառագայթում կա, դու ունես երբեմն այսենց մի հատ առաքման գիծ, այսինքն ըստեղ ինտենսիվությունը անընդհատի համեմատ ուժեղ եղավ։ Որոշ տեղեր էլ ունես կլանման գիծ, այսինքն ստեղ ինչ եղավ, ճառագայթումը ավելի ցածր եղավ, քան անընդհատը։ Այդ տեսակետից կան կլանման եւ առաքման գծեր եւ ըստ դրա ինքը ունենում է այտենց մութ բանի համեմատ, անընդհատ սպեկտրի համեմատ մութ տիրույթներ
եւ ավելի պայծառ տիրույթներ, որոնք կոչվում են սպեկտրային գծեր։ Հիմա կլանման գծերը ոնց են առաջանում, ինչ պատճառով են առաջանում։ Ուրեմն տեսեք, գալիս է աստղի ընդերքից, այնտեղ ջերմամիջուկային ռեակցիաներ են ելնում, հա, բանատեղի ունենում, ինչ որ էներգիայի աղբյուր կա, կարևոր չի, հələ չգիտենք ինչ ալնում, էներգիայի աղբյուր կա, ֆոտոններ են ճառագայթվում։ Եվ այդ ֆոտոնները ինչ են անում, գալիս են դեպի վեր, պիտի դուրս գան այդ գազային թաղանթների միջով, գան հասնեն դեպի երկիր, մեզ հասնեն։ Եվ ինչա տեղ ունենում, այդ ֆոտոնը հանդիպում է, այդ նույն բանի աստղի մթնոլորտն է, ինչն է, հանդիպում է որևէ ատոմի, եւ եթե իր հաճախությունը համընկնում է նրա կլանելու հաճախության հետ, կլանվում է ու վերաճառագայթվում է ուրիշ ուղղությամբ։ Այսինքն ատոմը ոնց որ մի հատ այդ ժամանակ ապտակ ստանա, էներգիա ստացավ, բորբոքվեց, գրգռվեց, ասում են գրգռված վիճակ ատոմի, որից հետո շատ կարճ ժամանակ անց, բայց պատահական, էլի 10-8 վայրկյան անց, բայց պատահական, ինքը նորից հետ անգնում ցած, ավելի ցածր էներգետիկ մակարդակ եւ տարբերություն էներգիայի նորից վերաճառագայթում է որևէ ուղղությամբ։ Բայց այդ ֆոտոնային ապտակից վրդոված ատոմները, ասեցի, երկար չեն մնում, 10-8 աստիճանից ընկնում են էլի նախորդ վիճակ եւ չեն հիշում, թե որ կողմից էր ֆոտոնը կլանվել, որևէ ուղղությամբ են վերաճառագայթում, այսինքն ցրվում է միջավայրում։ Հիմա տեսեք, ստացվում է, որ այդ ձևով դեպի դիտողը ընթացող որոշակի հաճախության ֆոտոնները, որտեղ այդ ատոմները որ կան իր մեջ, նրանք հենց որոշակի հաճախության, ոչ թե բոլոր, այլ որոշակի հաճախության ֆոտոններն են կարողանում կլանելու վերաճառագայթել, այդ ֆոտոնները որոշակի հաճախության ցրվում են միջավայրի կողմից բոլոր ուղղություններով եւ դրանցից շատ քչերն են, որ վերաճառագայթում են նախկին ուղղությամբ այդ աստղից դեպի մեզ։ Այսինքն, տեսեք, այս պատկերը ուշադիր նայեք, վերևում անընդհատ սպեկտրն է, այն լույսը, որ գալիս է աստղի ներքից։ Արանքը մթնոլորտն է աստղի, որի միջով այդ ֆոտոնները անցնում են։ Տեսեք, կարմիր ֆոտոնները կլանվում վերաճառագայթում են, որտեղ այդտեղ կան նենց ատոմներ, որոնք հենց այդ հաճախությունը զգայուն են դրա նկատմամբ, կլանում են եւ վերաճառագայթում են։ Կարմիրները ցրվեցին, շատ լավ։ Նայում ենք ինչին, կանաչին, այսինքն կարմիր ֆոտոն կլանող վերաճառագայթող ատոմները այստեղ նկարած են կարմիր գույնով։ Կանաչները կլանող վերաճառագայթողները նկարված են կանաչ գույնով։ Եվ տեսնում ենք, որ տենց ատոմ էլ կա, կանաչը կլանող վերաճառագայթող, բայց օրինակ դեղինը չկա, հա, դեղի ֆոտոնը կլանող ատոմ չկա, ու այդ ֆոտոնը անարգել շարունակում անցնել, գալիս է դեպի մեզ։ Այսինքն, եթե այդ աղբյուրից ամեն վայրկյան գալիս է 100 հատ դեղին, 100 հատ կարմիր, 100 հատ կանաչ, ապա դրանից անցնելուց հետո այդ 100 կարմիրներից ու 100 կանաչներից մի մասը ցրվում է, մեծ մասը ցրվում է ուրիշ ուղղություններ, շատ քիչ մասն է, որ նորից ցրվում է մեր ուղղությամբ։ Այդ 100-ներից մնաց, ասենք թե 10, 15 եւ այլն, հա, մնացած ցրվեցին։ Իսկ դեղինները, որ 100 հատ էին գալիս, 100 հատ էլ մնացին։ Հետեւաբար ինչ եղավ։ Դեղինի տեղում պայծառությունը մնաց այն ինչ որ կար, անընդհատ սպեկտրում, իսկ կարմիրի եւ կանաչի տեղում առաջացան մութ տիրույթներ, այդ սպեկտրը, որ նկարեցինք։ Այս ձևով առաջացավ սպեկտրում կլանման գիծ։ Տեսեք, հիմա պատկերացրեք ունենք աստղը, ունենք այդ միջավայրը, որի միջով անցնում է իր լույսը, եւ կա մեր աչքը, որը պետք է գրանցի, կամ մեր ընդունիչ սարքը, որ պետք է գրանցի։ Աստղից դուրս է գալիս անընդհատ սպեկտր, տես նախ լույսը եկավ, ինչ եղավ, ցրվեց, չէ՞, այդ միջավայրում մի մասը հասավ մեզ։
Ուրեմն աստղից դուրս եկավ անդած սպեկտր, իսկ ամպից հետո արդեն մնաց ֆիլտրված, հատուկ հաճախություններում ֆիլտրված, կլանման գծերով։ Եվ այտենց մենք կարանք ասենք, թե ինչ բաղադրություն ունի այդ ամպը։ Իսկ եթե ուրիշ կերպ լինի, այդ ամպը լինի կողքից, այսինքն աստղին մենք տեսնում ենք ուղիղ, իր լույսը ոչ մի միջավայրով էլ չի անցնում, չնայած այդպես հնարավոր չի, ինքը մեկամտնոլորտ ունի, բայց կողքից կա մի հատ ամպ։ Այսինքն այն լույսը, որ մենք այդ ամպից ենք տեսնում, դա ոչ թե աստղի լույսը նա անցել իր միջով ու ֆիլտրվել, աստղի լույսը ընկել է իր վրա, ինքը վերաճառագայթել է տարբեր ուղղություններով եւ դրանցից մի մասը եկել է մեր ուղղությամբ։ Այսինքն աստղի լույսը կարանք ծածկենք էլ ու նայենք, թե այդ ամպը ոնց է երևում։ Եվ ինչ կերևա, անդած սպեկտրը կգա, կվերաճառագայթվի եւ կգա մենակ այն, ինչ որ ինքը ճառագայթել է։ Մենք իր միջով թափանցածը այս դեպքում չենք տեսնում, աղբյուրից թափանցածը չենք տեսնում։ Մենք տեսնում ենք կողք վերաճառագայթածը։ Եվ մենք այդ հաճախությունների տեղը հստակ գիտենք։ Ասենք վերցնում ենք մի հատ խցիկ, հա, մեջը լցնում ենք ջրածին, կողքից դնում ենք սպեկտր նկարող սարք, եւ այդ ջրածինը, ասենք կայծակի պես մի հատ բան ենք տալի, էլեկտրական կայծ ենք տալիս, ջրածինը ընդ տաքանում է ու ճառագայթում է, այդ տաք վիճակ բանը, կներեք տաքանալը չէ, լավ չասեցի։ Մի խոսքով ուժեղ լույս ենք գցում։ Ու ինքը վերաճառագայթում է։ Ու լաբորատոր պայմաններում տեսնում ենք, ինչ գծերում ճառագայթեց։ Այսա կոչվում է առաքման սպեկտր։ Եթե այն մյուսը ձախ կողմինը կոչվում է կլանման սպեկտր, ապա սա կոչվում է առաքման սպեկտր։ Ահա 1802 թվականին անգլիացի քիմիկոս եւ ֆիզիկոս Ուիլյամ Ուոլաստոնը առաջին անգամ տեսավ կլանման գծեր։ Դրանից հետո գերմանացի ֆիզիկոս Ջոզեֆ Ֆրաունհոֆերը շատ մանրամասն ուսումնասիրեց արեգակի սպեկտրը ու գտավ ավելի քան 500 գծեր տարբեր քիմիական էլեմենտների համապատասխանող։ Դրանք կոչվեցին Ֆրաունհոֆերյան գծեր։ Իսկ տալացի աստղագետ Անջելո Սեկին, այսա, տեսեք, այս ժամանակակից նկարա արեգակի սպեկտրի ու տեսեք ինչ անտառա սպեկտրերի, ինչ հսկայական քանակությամբ սպեկտրալ գծեր կան եւ Անջելո Սեկին դիտեց եւ նույնիսկ մոտավոր դասակարգեց աստղերը ըստ իրանց սպեկտրերի։ Այս էլ Անջելո Սեկին, որը իմիջիայլոց հոգեվորական էր, բացի աստղագետ լինելուց։ Ֆրաունհոֆերը դիտեց լուսնի եւ մոլորակների սպեկտրերը եւ տեսավ, որ դրանք ունեն նույն գծերը, ինչ որ արեգակի սպեկտրը։ Եվ դա ինչ է նշանակում։ Ոչ թե միջով, այլ եթե լուսինը ունի նույն սպեկտրը, ինչ որ արևը, այդ ինչ է նշանակում։ Ահա արեգակի լույսն է ինքը անդրադարձնում, այսինքն ինքը իր սեփականը չունի, ինչ լույս ընկնում է, էդ էլ բանան։ Ուրիշ հարց, եթե ինքը ինչ որ հաճախություններում կարենար կլաներ, կաղավաղեր այդ սպեկտրը, բայց քանի որ ոնց ընկնում է, այնց անդրադարձնում է, ապա ստացվում է ասա։ Ահա, ճիշտ է ասում, բա լուսինը ոնց սպեկտրալ անալիզի ենթարկենք։ Ընդհանրապես պինդ մարմնին այդ ձևով չես կարողանում սպեկտրալ անալիզի ենթարկես։ Այսինքն պինդ մարմինը շատ բարդ կառուցված կա, այդտեղ ոչ միայն կան ատոմներ, այլև կան մոլեկուլներ։ Դրանք ոչ միայն պարզապես մոլեկուլներ են, տեսեք, ասեք այդ մոլեկուլները իրար կպած ատոմներ են, որոնք լիքը ինքը բարդ նյութերից է, ծանր էլեմենտներ եւ այլն, բացի նրանից, որ դրանց ատոմները լիքը կլանման գծեր ունեն, հա, նաեւ իրանք իրար հետ կապված են, իրար նկատմամբ կարան այդ տարբեր մոլեկուլային խմբերը շարժվեն, տարբեր դիրքեր ունենան, տարբեր ձևի այդ շարժումներից էլի որոշակի հաճախություններում ֆոտոնների կլանումներ եւ ճառագայթումներ են լինում եւ այլն, եւ արդյունքում ու ինքը նես չի, որ լույսը գցես թափանցի սպեկտր տեսնես։ Շատ կարաս իրան տաքացնես, ինքը ճառագայթի եւ
սպեկտրը տեսնես, բայց այս այդ դեպքը չի, պարզապես արևի լույսն է անդրադարձել։ Իսկ եթե շիկացնես լույսին սպեկտրը նայես, այնքան բարդ սպեկտր կլինի, այնքան տարբեր էլեմենտների, այնքան տարբեր հաճախություններ, որ դու տեղից ոչինչ չես հասկանա։ Եվ իրոք դա խնդիր է, դա դժվար է, ուրեմն այդ ձևով, ասենք, լուսինը սպեկտրալ անալիզի ենթարկել։ Իհարկե, անում են որոշակի ֆիլտրերով, հատուկ լուսազտիչներով, որոնք շատ նեղ տիրույթում են բաց թողնում, նայում են, ինչ պատկեր են ստանում լուսնի, ըստ այնմ հասկանում են, թե ինչ հանքանյութեր կան, ինչ հանքանյութեր չկան, այդ նյութերը ոնց են բաշխված լուսնի մակերևույթին եւ այլն։ Եվ տեսնելով դա պարզ է, արդեն ապացվում է, որ մոլորակները չունեն իրանց սեփական լույսը, իրանք անդրադարձնում են արևի լույսը, իսկ աստղերը իրանց սպեկտրերով մասամբ նման են արեգակի սպեկտրին, որովհետև բնույթով որակապես նույն տիպի օբյեկտ են, բայց ամեն մեկ իր անհատականությունը ունի, նյութական այդ բաղադրությունը եւ այլն, եւ մասամբ էլ այդ սպեկտրերը տարբերվում են իրարից։ Դա վկայում էր, որ աստղերն արեգակի պես ինքնուրույն նույն բնույթի լուսարձակող մարմիններ են, որոնց թույլ երևալը պարզապես մեծ հեռավորության հետևանք է, բայց արեգակը իրականում աստղ է։ Այդ գիտությունը բերեց այն ինչ որ կռահում էին, ոնց որ Ջորդանո Բրունոն էր ասում, չէ, հեռավոր աստղերը եւս արեգակներ են, չէ, եւ նրանց շուրջը կարող են պտտվել մոլորակներ։ Այստեղ էլ արդեն մարդիկ կռահում էին դա, բայց սա գիտական մեթոդով արդեն ապացուցվեց։ Եվ տարբերությունները վկայում էին, որ աստղերը լինելով արեգակի պես մարմիններ, տարբերվում են իրարից։ Ֆրաունհոֆերը նույնացրեց օրինակ յուղի կրակի սպեկտրում դիտվող նատրիում էլեմենտի երկու պայծառ գծերը արեգակի սպեկտրի նույն տեղում դիտվող մութ գծերի նույնպիսի զույգի հետ։ Այսինքն դու յուղը վառում ես, կոպիտ ասած, ու տեսնում ես այդ բնորոշ նարնջագույն գույնը, բայց դա ոչ թե ընդհանուր տենց բանա, բոլոր այլ որոշակի հաճախությունների, որոշակի առաքման գծերում այդ գրգռված նատրիումի ատոմի վերաճառագայթած բանն է, հաճախությունն է, այդ լույսն է, եւ այդ նույնը դու տեսնում ես արեգակի սպեկտրում։ Հետեւաբար ասում ես, այս նատրիումը, որ ես լաբորատորիայում սպեկտրալ իր գիծը հայտնաբերեցի, այդ նատրիումից այնտեղ արևի մեջ կա։ Ահա, ընդ որում, տեսեք, այդ առաքման գիծը, չէ՞ որ ես ասում եմ, ինչ հաշնյու կլանեց էներգիայի պահպանման օրենքի համաձայն, նույնն էլ վերադարձնում է։ Այսինքն ինչ գույն կլանեց, ինչ հաճախություն, ինչ ալիքի երկարություն, այդ էլ ճառագայթում է։ Հետեւաբար ամեն կլանման գծին համապատասխանում է իր առաքման գիծը։ Եթե ես լաբորատորիայում տեսա առաքման գիծը նատրիումի, այդ յուղի մեջ եղած նատրիումի վառելուց դա, ապա ինչ տեղի ունեցավ կլանման սպեկտր ստանալուց արևի, ես այդ նույն հաճախությունների վրա տեսնում եմ նատրիումի կլանման գծերը։ Ընդ որում կարող է մի քիչ քողարկված եղավ իմ ասածը, դա էլ բացատրեմ, որ այդ ինչ անշանակում մենք տաքացրեցինք ինքը ճառագայթման սպեկտրը տվեց։ Այսինքն ֆոտոն չգցեցինք, որ կլանի վերաճառագայթի։ Մենք տաքացրեցինք, տաքացրելուց ինքը խի այդ հաճախությունների վրա ճառագայթեց։ Ոնց ստացավ, տաք լնելու պատճառով ինքը ատոմը ոնց է էներգիա ստանում։ Արագ շարժվեց, հասկանում ենք, բայց դա էլեկտրոնի էներգիան չի, չէ՞, դա ընդհանուր ատոմի էներգիան է, հա։ Ոնց կարող է ատոմը այդ էլեկտրոնը այդ ատոմի համակարգում տաք գազի պայմաններում ստանա այդ էներգիան ու թրիչք կատարի բարձր էներգետիկ մակարդակը։ Ինչ մեխանիզմով։ Եթե մասնիկները գազը տաք է, ուրեմն մասնիկները ոնց են շարժվում։ Արագ, ավելի արագ է այդ քաոսային շարժումը։ Այդ քաոսային շարժումը, որ արագ է լինում, ատոմը կարող է գա եւ խփի մի ուրիշ ատոմի, հարվածի։ Այդ բախման էներգիան կարա ընդունի էլեկտրոնը, այսինքն էլեկտրոնը դրա պատճառով թռնի բարձր էներգետիկ մակարդակ, այսինքն ինքը լույսով չի, որ գրգռվեց,
բայց մեկը ինքը դու բարձացել է բարձր էներգետիկ մակարդակ ու ինքնակամ հետ կընկնելու պահին ինքը ճառագայթում է այդ էներգիաների տարբերության համապատասխան ֆոտոն։ Ահա մենք տեսնում ենք այդ D զույգը, D բանը հենց նարնջագույն տիրույթում նատրիումի գիծը։ Իսկ սա, երբ որ մենք իրոք այդ բանը, ասենք թել կամ թուղթ ներծծում ենք այդ, ասենք մեքենայի բանով, յուղով, հա, ասենք կարի մեքենան են յուղում կամ ինչ-որ տենց բաներ, հա, մեքենայի յուղով, որի մեջ այդ նատրիումը կա, այդ ներծծված թելը կամ թուղթը մոտեցնում ենք կրակին, ինքը տենց նարնջագույն գույնա ստանում։ Դու գիտեք ոնց կարող եք դա փորձել տանը։ Տանը կարող եք այս ձևով ստանալ։ Վերցնում եք, միացնում եք գազօջախը, գազը դուրս է գալիս, վառվում է, հա, եւ ինչ եք վերցնում, որի մեջ նատրիում կա, տան կենցաղային պայմաններում։ Աղ, նատրիում քլոր, չէ։ Վերցնում եք այդ մի պտղունց աղը եւ այդ ձեռքը վերև, որ այդ չայրի, վերևից ցանում եք այդ բանը, աղը այդ կրակի վրա։ Ու դուք տեսնում եք այդ նարնջագույն արկայծումները, երբ որ ինքը հայտնվեց այդ տաք միջավայրում եւ արկայծեց նարնջագույն գույնով։ Դա հենց էս D տիրույթում եղած երկու նատրիումի գծերն են, իրար մոտ գծերն են։ Քիչ դժվար է ասել, դե այդ պետք է խորանալ քվանտային ֆիզիկայի այդ էներգետիկ մակարդակների բաների մասին մեջ, բայց կան տենց դեպքեր, երբ որ տվյալ էլեմենտին իրար մոտ երկու մակարդակներ են պարզվում կան եւ դա նրանով է լավ, որ իրան հեշտ է ճանաչել, ասում ես, այս երկորյակներն են, տեսեք, հեսա ստեղ կա, որտեւ երբ որ այտենց երկորյակներ քիչ կան, երբ որ դու դա տեսնում ես, արդեն կասկածում ես, որ դա նատրիումինն է, իսկ որ անհատ առանձին գծեր են, դու հələ չգիտես դա որ էլեմենտինն է այդտեղ հայտնվել, հեսա կասենք, թե ինչու այնուամենայնիվ հնարավորություն կա նաև շփոթելու, որի գիծն է, եւ ոնց պետք է անենք, որ չշփոթենք։ Ավելի ուշ աստղերի սպեկտրերում մեկը մյուսի ետևից սկսեցին հայտնաբերել տարբեր երկրային նյութերի սպեկտրային գծեր, ասենք երկաթ, չգիտեմ, ազոտ, թթվածին, ածխածին եւ այլ։ Սա հաստատում էր, որ արեգակը կազմված է նույնպիսի քիմիական էլեմենտներից, ինչ որ երկիրը։ Մենակ մի սպեկտրային գիծ տարակուսանք առաջացրեց։ Այսինքն քթան միած սպեկտրալ գիծ, որը երկրի վրա լաբորատորիաներում, ուրեմն, ինչ էր, հայտնաբերված չէր։ Չգիտեին։ Ընդհանրապես, այդպիսի քիմիական էլեմենտ հայտնի չէր գիտնականներին։ Պարզվեց, որ արևում կան այս մի հատ նյութ, որը ստեղ չկա ու մենք չգիտենք, որ բնության մեջ տենց նյութ կա։ Եվ ինչ պետք է դնեին այդ նյութի անունը, ինչ եք կարծում։ Եթե դա մենակ արևի վրա է երևում, հա? Լատիներեն արև ոնց է։ Ասա։ Այո, հելիում։ Եվ իր անունը դրվեց հելիում։ Հետո հայտնաբերվեց երկրային միջավայրում, որ դա բնության ամենանույնիսկ տարածված, երկրորդ տարածվածությամբ երկրորդ նյութն է իրականում, որտեվ այդպես մթնոլորտում, որ ասենք մթնոլորտ ուսումնասիրեն, բան շատ քիչ է, այդպես ակնառու չի այդ գիծը, միացությունների մեջ չի մտնում, ինքը իներտ գազ է, չէ՞, քիմիական կապերի մեջ չի մտնում ու հետեւաբար դժվար էր իրանը, բայց ինքը կա երկրային հանքանյութերում եւ այլն, հա, ուղղակի քիչ։ Դրա համար, երբ որ խոսքը գնում է հելիումով օդապարիկների մասին, պատկերացեք, թե դա ինչ շռայլություն է, հա։ Հելիոսը հենց հին հունական դիցաբանության մեջ արեգակի աստվածն է։ Տեսեք, մենք կրակի շիթը վերցրել ենք, անթաց սպեկտրը տեսնում ենք ու աղ ենք լցնում։ Տեսակ աջ կողմից դեղին արկայծումները տեսակ եւ սպեկտրի մեջ էլ սինխրոն սպեկտրի մեջ էլ հենց սպեկտրալ տիրույթում նարնջագույնի այդ արկայծումները երևում են, հենց այնտեղ էլ նոմա ստեղ էլ ալնում։ Փաստորեն ամեն մի քիմիական էլեմենտ ունի իր սպեկտրային մատնահետքը, իրան բնորոշ, որով ինք իրան մատնում է, որ ինքը այդտեղ այդ հանցագործության մեջ մասնակից է եղել, հա։
ճակերտավոր ասած։ Եվ իրան բնորոշ սպեկտրային գծերի միայն իրան յուրահատուկ հավաքածուն է իր մեջ, որում տարբեր գծերը համապատասխանում են իր հենց էլեկտրոնների տարբեր քվանտային անցումներին։ Գտնելով աստղի սպեկտրում որևէ նման մատնահետք, տեսեք ստեղ, եթե խոսքը գնար մի գծի մասին, դու անդադ կտանվեր, կասեր, էսի հելիումի էսինչ գիծն է, թե ջրածնի այնինչ գիծը, թե չգիտեմ կոբալտի այնինչ գիծը, հա? Բայց երբ որ դա մի ամբողջ մատնահետք է, հա? Ու դու սենց մի հատ լաբորատոր մատնահետք ունես, բեկել այդ աստղի սպեկտրը, բերում դնում ես իրար վրա ու տենում ես, որ այս այդ սպեկտրի մեջ գծերի մի ամբողջ հավաքածու համընկավ այս հելիումի հավաքածուի հետ, ուրեմն ասում ես, հեսա տեսեք, մեջը հելիում կա, հա? Այդ մատնահետքը հնարավորություն է տալիս իսկապես միանշանակ ասել։ Նույնը վերաբերվում է մոլեկուլներին։ Բաղկացուցիչ ատոմների գծերից բացի դրանք ունեն իրենց բնորոշ սպեկտրային մատնահետքերը, այսինքն մոլեկուլն էլ իր լրացուցիչ սպեկտրային գծերը ունի։ Ինչով է դա պայմանավորված։ Ատոմների կապը իրականացնող էլեկտրոնների հետ, հա, որովհետև չէ որ էլեկտրոնների միջոցով այդ քիմիական կապերը առաջանում, եւ դրանք հատուկ էներգետիկ վիճակում են գտնվում, եւ հետեւաբար դրանք դրսևորվում են որպես ոչ թե ասենք H2O-յա, չէ, ոչ թե H-ի կամ O-ի սպեկտրալ գիծ, այլ H2O-ին բնորոշ սպեկտրալ գիծ։ Ու նաև այդ մի ատոմային խումբը մյուսի նկատմամբ ոնց կշարժվի, կմոտենա, կհեռանա, կտատանվի, կամ ոնց կպտտվի նրա նկատմամբ եւ այլն, դրանք եւս էներգետիկ մակարդակներ են, դրանք եւս քվանտացված են։ Եվ եթե մի վիճակից անցավ մյուսին, էլի ֆոտոն կարա կլանվի կամ չարագայթվի։ Էդ էլ մոլեկուլին բնորոշ սպեկտրալ գծեր, լրացուցիչ։ Բացի բաղկացուցիչ ատոմների գծերը։ Բացի դրանից, բարձր ջերմաստիճանի պայմաններում ատոմների քաոսային շարժումները այնքան արագ են, որ դրանց միջև ուժեղ բախումներ են լինում եւ դրանից ատոմները իոնանում են։ Խփեց էլեկտրոն դուրս թռցրեց։ Բայց բավական է ատոմից մի հատ էլեկտրոն դուրս թռնի, դա ազդում է մնացած համակարգի վրա։ Այն մնացած էլեկտրոնների էներգետիկ մակարդակները փոխվում են։ Այդ մատնահետքը ինչ որ շեղում է ստանում որոշակի, հա? Եվ դու նայելով, տեսնելով դա, ասում ես, սա պարզապես հելիում չի, ասենք թե, այլ սա մի հատ էլեկտրոն կորցրած հելիում է։ Հա? Այսինքն դու էլ տարբերեցիր, ոչ միայն իմացար, որ մեջը հելիում կա, այլև իմացար, որ այդ հելիումը իոնացած է։ Ատոմը կարող է մեկից ավելի էլեկտրոններ կորցնել։ Ասենք այնքան ուժեղ են այդ մասնիկները, որ ոչ թե այդ հարվածները ոչ միայն են ամենաբարձր, ոնց որ ասած, միջուկի հետ թույլ կապված էլեկտրոններ ինչ որ ազդեցության ենթարկվում դուրս թռնում, այլ ավելի խորը, ավելի ուժեղ կապված էլեկտրոնները, մի հատ էլեկտրոն կորցրեց, էներգետիկ մակարդակները կորցրեցին, հա, փոխվեցին, երկրորդը հարվածեց, մի հատ էլ դուրս թռավ էլեկտրոն, էլի փոխվեցին, արդեն դարավ այն տեսակ սպեկտր, որը բնորոշ է երկու անգամ իոնացած հելիումին, ասենք կամ լիթիումին եւ այլն, հա? Եվ սա ինչ է նշանակում, որ իոնացման աստիճանը, մենք տենց ենք ասում, երբ որ ասում ենք մի հատ էլեկտրոնա կորցրել, կամ ասում ենք իոնացած, կամ ասում ենք մեկ անգամ իոնացած։ Եթե երկու հատ է կորցրել, ասում ենք երկու անգամ իոնացած։ Եթե 14 հատ է կորցրել, ասենք երկաթի ատոմը, ասում ենք 14 անգամ իոնացած երկաթի ատոմ։ Եվ ամեն մեկը իր բնորոշ մատնահետքը ունի ու կարելի է իմանալ ինչ աստիճանի իոնացում կա այդ միջավայրում, իսկ դրանից պատկերացում կազմել ինչի մասին, թե ինչքան բարձր է այնտեղ ջերմաստիճանը, ինչքան էներգետիկ են այդ բախումները, հա, ատոմների միջև։ Այս օրենքը, որ ասում են, ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան առավելագույն ալիքի երկարությունը, ավելի կարճ ալիք տիրույթումը,
Այսինքն սա ինչի համար ես սա հիշացրեցի, որպեսզի դուք հասկանաք, որ նայելով անընդհատ սպեկտրի առավելագույն ինտենսիվության տեղին, թե որ ալիքի երկարության վրա դա ստացվե, դու նորից գնահատում ես ջերմաստիճանը։ Տեսեք, մեկ իոնացման աստիճանով, մեկ անընդհատ սպեկտրի ինտենսիվության մաքսիմումով, այդ ձևի տարբեր ձևերով կարելի է ջերմաստիճանը գնահատել ու համոզվել, որ մենք ստանում ենք նույն կարգի ջերմաստիճան եւ ճիշտ ենք գնահատում այդ աստղի ջերմաստիճանը, առանց ձեռքը ճակատին դնելու, այդքան հեռու լինելով, հա։ Մի այլ օրենքի համաձայն բացարձակ սև մարմնի միավոր մակերեսի գումարային պայծառությունը, այսինքն իր 1 մետր քառակուսուց 1 մետր վարկյանում էլեկտրամագնիսական ալիքների ողջ տիրույթում ճառագայթած այդ էներգիան, որը անվանում ենք պայծառություն, հա, աստղի պայծառություն, այդ նշանակում է 1 մետր քառակուսին 1 վարկյանում բոլոր ալիքներում ինչքան գումարային էներգիա ճառագայթում։ Այդ պայծառություն կոչվածը ուրեմն ուղ համատական է նրա ջերմաստիճանի 4-րդ աստիճանին։ T-ի 4 աստիճան, ընդ որում ստեղ T ասելով նկատի ունենք ոչ թե Ցելսիուսով, այլ այն բացարձակ ջերմաստիճանը, Կելվինով, հա, արտահայտված։ Ուրեմն այդ yen պայծառությունը համատական է T-ի 4 աստիճանին։ Եվ այդտեղ օգտագործվում է մի հատ էլ համատականության գործակից սիգմա, որպեսզի այդ թիվը բազմապատկելուց դու ստանաս ջոուլներով, ասենք Կելվինով դնես ջերմաստիճանը, ջոուլներով ստանաս էներգիան, թե 1 մետր քառակուսուց միավոր մակերեսում բոլոր ուղղություններով ինչ էներգիա դուրս կգա։ Եվ այդ սիգմա գործակիցը մենք անվանում ենք Ստեֆան Բոլցմանի հաստատուն, այսենց ենք գրում սիգմա անգամ T-ի 4 աստիճան։ Ահա, ճիշտ է։ Լավ, անցանք մյուսին։ Մյուս կողմից, տեսեք, աստղի լույսը տարածվելով նրանից բոլոր ուղղություններով ու հասնելով ինչ որ R շարավղով հեռավորության, բաշխվում է այդ շարավղով սֆերայի մակերեսի վրա։ Սֆերայի մակերեսը ոնց է 4π R քառակուսի։ Այսինքն եթե 3 սանտիմետր է, հա, ուրեմն 4π անգամ 3-ի քառակուսի 9, այդքան սանտիմետր քառակուսի կլինի իր մակերեսը։ Սֆերայի մակերեսը, ահա։ Այդ մակերեսի վրա այդ էներգիան բաշխվում է։ Որքան այդ մակերեսը մեծ է, այնքան միավոր մակերեսին ընկնող ֆոտոնների թիվը փոքրանում է։ Չէ՞։ Պատկերացրեք, մենք գտնվում ենք աստղից, չգիտեմ, լավ, արեգակից, հա, համարենք արեգակը փոքր է, մի հատ կետ է։ Այդ էֆեկտը բան չանենք, որ ինքը մեզ մոտիկ է, մեծ է երևում եւ այլն։ Մի հատ կետ է, ինքը ճառագայթում է իր մակերեսից։ Մենք իրանից գտնում ենք 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Հիմա այդ բանը, սֆերան, որի վրա բաշխվեց, որի եզրին մենք ենք գտնվում, հա, այդ էներգիան, սիգմա T4 աստիճանը 1 մակերեսինն է, իրա 1 մակերեսի, 1 մետր քառակուսուց։ Եթե բազմապատկեմ այդ գնդակի մակերեսով 4π R քառակուսի շարավղով, այդ R-ը արդեն գնդակի մակերեսն է։ Դրանով բազմապատկեմ, ես կստանամ արևից ընդհանրապես ինչքան ճառագայթվեց, հա։ Բայց ես գիտեմ, որ այդքան ճառագայթվածը ինչքան հեռանում է, այնքան քչանում է միավոր մակերեսի վրա ընկածը, որովհետև եթե 100 ճառագայթեց, հա, անկախ նրանից որ հեռավորությունից եմ գրանցում, այդ ամբողջ սֆերայի վրա, ասենք R հեռավորությունից եմ գրանցում, R շարավղով սֆերայի վրա նույն 100-ն է գալիս, բայց մակերեսը մեծացել է R քառակուսի անգամ, չէ՞։ Ուրեմն մեկ միավոր մակերեսին կընկնի այդքան անգամ ավելի քիչ։ Տեսեք, ստեղ պատկերը ոնց է, ասենք այս ուղությամբ, այս անկյունների մեջ էլի, որ նայենք, պլյուս մինուս ինչ որ անկյուններ, դրանց մեջ ճառագայթել է այս լամպը 36 ֆոտոն։ Եվ նայենք տարբեր հեռավորությունների վրա, մենք 1 մետր քառակուսու վրա ինչքան կգրանցենք։ Ասենք թե 1 մետր հեռավորության վրա ես վերցրել եմ այդ անկյան տակ ինչ մակերես է, որի միջով այդ 36 ֆոտոնը անցնում են։ Այդ առաջի մակերեսով կանցնի հենց 36 ֆոտոն։
որտեղ այդ ուղղությամբ այդ ֆոտոններն են գալիս։ Երկրորդով արդեն երկու անգամ հեռավորությունը մեծացավ, 4 անգամ այդ մակերեսը մեծացավ, որի միջով այդ 36 ֆոտոնը անցնում են։ Հետեւաբար 1 մետր քառակուսուն, եթե այն մեկը 1 մետր քառակուսի էր առաջինը, այս երկրորդը արդեն դարավ 4 մետր քառակուսի, բայց էլի նույն 36 ֆոտոնն է։ Ուրեմն ինչ եղավ, սկզբում եղավ 36 ֆոտոն 1 մետր քառակուսու վրա, հետո 36-ը բաժանվեց 4 մետր քառակուսու վրա, որտեղ երկու անգամ հեռու էր, դարավ 9 ֆոտոն մետր քառակուսու վրա, իսկ 3 մետրի վրա արդեն դարավ 36-ը բաժանած 9-ի, 4 ֆոտոն ամեն մետր քառակուսու վրա։ Այսինքն սա հենց ստացվում է, որ հեռավորության քառակուսուն հակադարձ համատական ընկնում է այդ հոսքը, որ գալիս է 1 մետր քառակուսուն աստղից։ Ստացվում է, որ դիտողի գրանցած լույսի ինտենսիվությունը, այսինքն ես ինչ եմ գրանցում, ես ասում եմ մի մետր քառակուսու վրա իմ մոտ 1 վայրկյանում ընկավ այսքան էներգիա։ Այդ դրան արդեն անվանում եմ ինտենսիվություն։ Աղբյուրի պայծառությունը 1 մետր քառակուսու ճառագայթածն էր, իսկ իմ գրանցածը 1 մետր քառակուսու վրա դա աղբյուրի ինտենսիվությունն է։ Եվ այդ ինտենսիվությունը հակադարձ համատական է հեռավորության քառակուսուն։ 2 անգամ հեռացանք, 4 անգամ լույսը ավելի թույլ երևաց։ 3 անգամ 9 անգամ ավելի թույլ երևաց։ Հիմա ինչ է ստացվում։ Եթե որևէ մեթոդով մեզ հաջողվի գնահատել աստղի R շարավիղը, հետեւաբար իր 4 պիեր քառակուսի մակերեսը, եւ բազապատկել դա այն սիգմա T4 աշճանով, որ ամեն մետր քառակուսին ինչքան է ճառագայթում, բազապատկեմ այդ ընդհանուր աստղի մակերեսով, կստանամ ընդհանրապես այդ աստղը ինչքան է ճառագայթում բոլոր ուղղություններով, այդ ստանամ այդ էներգիան, ապա դա կգնահատեմ, թե այդ աստղը 1 վայրկյանում ընդհանրապես ինչքան էներգիա ճառագայթում։ Դա կկոչվի աստղի լուսատվություն։ Օբյեկտիվորեն ինքը ինչքան էներգիա ճառագայթում 1 վայրկյանում։ Աստղի լուսատվություն։ Այսինքն ես ինչ կարող եմ անել։ Ես կարող եմ վերցնել ինտենսիվությունը։ Ինչ ստացա։ Իմ հեռավորության վրա աստղից 1 մետր քառակուսուն ինչքան ստացա, չէ՞։ Հետո ասեմ, բայց ես ինչքան էի հեռու աստղից։ R հեռավոր, չգիտեմ, 150 միլիոն կիլոմետր, հա։ Բազապատկեցի այդ շարավողով մակերեսով, չէ՞։ Ինչ կստանամ։ Կստանամ աստղը ինչքան է ճառագայթել, այսինքն իր լուսատվությունը։ Այսինքն ես կգնահատեմ, որ կհասկանամ, որ ես ընդամենը աստղից եկած էներգիայի մի մասն եմ գրանցել, որը 1 մետր քառակուսու վրա է, բայց ինքը բաշխվել է այդ աստղից մինչև ինձ ինչքան հեռավորություն կա, այդ հեռավորության համապատասխան սֆերայի ոչ մակերեսի վրա 4 պիեր քառակուսի։ Այսինքն այդ 4 պիեր քառակուսին այդ իմ գրանցած ինտենսիվության, որ բազապատկում եմ, ստանում եմ այդ աստղը վայրկյանում ընդհանրապես ինչքան է ճառագայթում։ Հետո այդ թիվը բաժանեմ այդ աստղի շարավղի վրա, որպեսզի տեսնեմ իր միավոր մակերեսը ինչքան է ճառագայթում, այսինքն պայծառությունը։ Կստանամ դա կլինի հենց էներգիան, որ պետք է հավասար լինի սիգմա T4 աշճանին, 1 մետր քառակուսու ճառագայթածը։ Այսինքն ես կարամ այդից նորից տեն գնահատեմ։ Եթե ինչ որ ձևի ինձ հաջողվի գնահատել այդ աստղի հեռավորությունը, ապա ես իմանալով ինչ ինտենսիվություն եմ իրանից գրանցում, ես կարամ իր ջերմաստիճանը գնահատեմ։ Եվս մի մեթոդ, որը այն մյուս մեթոդների հետ համատելով, կասենք, տեսեք, ուրեմն մենք ճիշտ ենք գնահատում այդ աստղի ջերմաստիճանը։ Մյուս կողմից չէ որ եթե ես մի ուրիշ ձևով էլ կարողանամ, ասենք մի րոպե, ասեմ ոնց, եթե տեն ես ուրիշ ձևով եմ որոշել, ասենք այդ անցած սպեկտրի մաքսիմալ բանով, չէ՞, տեղով ինտենսիվության, որոշեցի, թե ինքը ինչ ջերմաստիճան ունի, այդ նշանակում է ես կարամ չիմանալով, այսինքն ասենք հեռավորությունը իրա չգիտեմ էլ, հեռավորությունը չգիտեմ, չէ, ալջեշտ հեռավորությունը գիտեմ,
Բայց այն որ ասեցի բաժանենք աստղի շարավիղի վրա, իսկ եթե չգիտեմ աստղի շարավիղը, ես կարամ ուրիշ օրենքներից ստանամ ջերմաստիճանը, իմանամ սիգմա T4 աստիճանը ինչքան է, հեռավորությունը իմանալով իր լուսատվությունը գնահատեմ, այդ լուսատվությունը բաժանեմ բանի վրա, իր սիգմա T4 աստիճանի վրա, որտեղ T-ն ուրիշ տեղից որոշեցի, ու ստանամ, թե ինչքան մակերես ունի ինքը այդ աստղը, այսինքն ինչ շարավիղ ունի։ Գնահատեմ աստղի շարավիղը։ Եվ այդ ձևով հաջողվեց առաջին անգամ պատկերացնել ոնց են գնահատել, ոնց են ստացել, այն որ ասում է, այս աստղը մեծ է, այն աստղը փոքր։ Այդ ծրագրավորողն էլ ասում է, դուք հորինել եք, որտից գիտեք, որն է մեծ, որն է փոքր։ Ուրեմն դա հնարավոր է ալնում գնահատել ու ասել, որ տարբեր ինչ աստղերը ինչ չափեր ունեն։ Եվ երբ որ դա արվեց, պարզվեց, որ Արեգակը, չնայած մեզ մոտիկա ու մենք ամենամեծն ենք իրան տեսնում, Արեգակը իր չափերով մի հատ շարքային աստղ է։ Կան շատ ավելի մեծ աստղեր եւ շատ ավելի փոքր աստղեր։